Ողջույն բարեկամներ։ Մինչ Նիկոլ անհողն ու իր բանդան ընկած են եկեղեցու հետևից, ընթացքում շատ հետաքրքիր բաներ են բացահայտում։ Շատ, որի մասին նույնիսկ չէր կարելի կանխատեսել, կանխագուշակել, բայց մինչև հիմնական թեմային անցնել, ես ուզում եմ միասին այս նկարը դառնանք։ Չմոռանաք։ Տարածենք մեր էջերում, որպեսզի այս անհողները հասկանան, որ մենք ունենք մեր արժեքները, մեր հորիզոնները, մեր նպատակները, մենք հավատարիմ ենք մեր նպատակներին, մեր արժեքներին, մեր տեսակին։ Իսկ իրենք ժամանակավոր արյունալի պատմական էջ են մեր կյանքում, որը անպայման մի օր անցնելու է։ Եվ այսպես ուզում եմ ցիտեմ մեր մեծն Նժդեհին, որ ասում է պիտի մեռնի կեղծիքը, որ ապրի Հայաստանում։ Թվում է թե կեղծիքը առաջին հերթին պետք է մեռած լիներ եկեղեցում, հա, բայց պարզվում է, չէ, եկեղեցում չի կարող մեռնել կեղծիքը, եթե դա ասում է քնչականը, այ եթե քնչականի պատվերով է կեղծիքը, ուրեմն արդեն կեղծիք չի, չեք հավատում, նայեք։ Տեր Արամ, դուք ասում եք պատվիրանները չեք խախտում, բայց մենք ձեզ հարցրինք, դուք հարցաքննվել եք, ասացիք ոչ, հետո պարզվեց, որ դուք հարցաքննվել եք, չստացվեց, որ դուք ստեցիք։ Քնչական կոմիտեն ինձ հրահանգել էր, որ իմ գնալու մասին որևէ մեկը, ոչ լրատվամիջոցները եւ որևէ մեկ անձ ասացիք ոչ, ինձ չեք կանչել։ Տեսեք, այս պարագայում ես իրավունք ունեմ խախտելու օրենքը։ Ոչ միայն օրենքով չի կարելի ստել, այլ նաեւ բարոյական չի ստելը։ Եվ հստակ հարցեր են տվել, որ ես պետք է հակամ չասեի, ես էլ չեմ խաբել, որովհետև հոգևորականին հարց չի ստելն ու խաբելը։ Հոգևորականին հարց չի ստել ու խաբելը։ Դա բարոյական չի։ Բայց եթե այդ մասին իհարկե չի խնդրել քնչականը։ Եթե քնչականի խնդրանքով է, ներելի է։ Ասում է խաչակնքում ես անցնում է, կամ ասում ես մատերս խաչ ու փաչ է արել մեջքիս հետևում, հաշիվ չի իմ ստել, դա կապ չունի, քնչականն է դա ուղղը։ Ինչ պետք է լիներ, որ մենք այդ մասին իմանայինք, թվում է թե։ Իսկ սա շեդևր է։ Սա շեդևր է։ Մենք արդեն սա տեսել ենք։ Այսօր մի բան է ասում, վաղը մի բան է ասում։ Շատ տիպիկ է ու բոլորովին տարօրինակ չի, որ հենց ինքն է Նիկոլ Փաշինյանի սրտի հոգևորականը, բայց սա դեռ վերջը չի, սա է լսում։ Մինչև այդ միգուցե շատ-շատերը իմ անունս չգիտեիք, ինչ չէիք ճանաչում, որոշակի դեպքեր, իրադարձություններ տեղի ունեցան։ Դուք Facebook-ից արդեն հայտնի եք, որ Կադիրովի նման ղեկավար էիք ցանկանում Հայաստանի համար։ Ես ճիշտն ասած հիմա էլ եմ Կադիրովի նման ղեկավար ցանկանում։ Եվ Բա ինչ Փաշինյան Նիկոլ, ինչ Նելսոն Մանդելա, ինքը հիմա էլ է Կադիրովի նման ղեկավար ցանկանում։ Որ մարդ կարա ըստ պահանջի գնդակահարի, բռնաբարի, սպանի, ստի, Նիկոլ Փաշինյանի սրտի քահանայի սրտի ղեկավարն է Կադիրովը։ Լրիվ ամեն ինչ մեկը մեկին բռնում է, տեսեք, ոչ մի չափազանցություն չկա։ Սրանք ոնց որ քուրի աղբեր լինեն։ Ես ուղղակի մտածում եմ, անհանգստանում եմ ճիշտ ասած, որ կարող է Արտուր Վանեցյանն ու արդեն Ստյոպիկը նախկին քահանան, իրանք սկսեն վիճել ով է Հայաստանում Կադիրովի սրտի տղեն։ Այստեղ իրանց արդեն մեծ ես կոնկուրենցիայի հնարավորություն եմ տեսնում։ Սխալ չեմ համարում։ Իսկ դուք կարծում եք, որ Կադիրովը բռնապետ է։ Այդ նույն բանը Չեչնիայում կարող եք հայտարարել։ Իսկ դուք կարող եք հայտարարել։ Ոչ, որովհետև ձեզ տեղում կուտեն ուղակի։ Կսպանեն, հետո կկտրտեն, տեղը տեղ չեն իմանա։ Առաջի դեպքն է։ Հայտնի լրագրողներն են ռուսական կորել ընդեղ։ Իսկ դուք կարող եք ասել Չեչնիայում նույն բանը։ Չէ, ուրեմն նման բան չկա։ Տիպիկ նիկոլական, ասենց զտալյուն նիկոլական։ Մենք այս մասին չէինք իմանա։ Չէինք իմանա, եթե ճիվաղապետությունը ընկած չլիներ հոգևորականների հետևից։ Ասեք, որ ես որ ասում եմ մի խանգարեք սրանց, թողեք թող աշխատեն, այ հիմա թողեք թող աշխատեն։ Ինչքան շատ աշխատեն, այնքան մենք իրանց մասին
շատ բան կիմանանք, նաև իրենց սրտի ղեկավարների մասին։ Փաշինյան Նիկոլ, հասկացաք, որ ամեն դեպքում դու իր սրտի վարչապետը չես։ Դու չգիտեմ, երկրորդ կամ երրորդն ես նույնիսկ, կամ իրան հարցրավոր մեկն ես, բայց առաջինը Կադիրովն է։ Չեչնիայի ժողովուրդը իրեն շատ սիրում է։ Այս նույն բանը Ես Նույն ձեն հիշվեց Նիկոլ Փաշինյանին Երևանում։ Լրիվ շատ է սիրում Չեչնիայի ժողովուրդը։ Որտեղ դու չես կարող ասես Կադիրովը բռնապետ է Չեչնիայում։ Այդամա շատ սիրում։ Ես չեմ ուզում մտնել հա քաղաքականության մեջ, տարիներ առաջ ես նաև հա որևէ մեկ իդի կամ առարկայի մասին հնարավոր էր որ այլ պատկերացում ունենայի, բայց թույլ տվեք ասել, որ ես մեծացել եմ, զարգացում է որոշակի տեղի ունեցել, հետ Բայց Կադիրովը էլ իր սրտի ղեկավարն է։ Մի քիչ ինքը զարգացում է ունեցել։ Հիմա Նիկոլի հետ ավելի շատ է շփվում, բայց մեկը Կադիրովը իր սրտի ղեկավարն է։ ընթաց թե առաջընթաց, սրա մասին ես չէ որ պետքա վկայեմ, այսինքն մինչև այդ միգուցե շատերը դիմա Հետընթաց թե առաջընթաց դեռ ինքը չգիտի։ Դա մենք երևի պետք է ասենք, չէ, ճոպիկ։ Ես չգիտեմ, առաջընթաց չեմ տեսնում ճիշտն ասած, հետընթաց այն մասով, որ չես կողմնորոշվում, որն ավելի լավը, Նիկոլ թե Կադիրով։ Բայց արդեն դա ձեր ներքին խոհանոցն է, ես այդ կեղտոտ հարաբերությունների մեջ չեմ ուզում մտնեմ։ Ուղղակի նայենք իր մասնակցությամբ այս դեպքերը, որ ինքը խոսքեր տվել, որ 10,000 հոգի հետը բերելու է։ Այդ նայենք սա։ Այո, յանքը։ Հոչեմ։ Իր զորքն է։ Ես հիմա հասկանում եմ, ինչի է իր սրտի ղեկավարը Կադիրովը։ Նույն մեթոդաբանությունն է։ Այս լրագրողը պետք է հիմա գոհ շնորհակալ լինի, որ այս միջոցառումից հետո իրեն չեն գողացել։ Կարող են չէ գողանալ։ Ու դա Կադիրովը տենց կաներ, հաստատ։ Սա երևի Կադիրով լայթն է։ Դուրս վրընդեք սա ստեղից։ Դու պետք է ասես այ բարձր Խուժան։ Եկեղեցու բակում ես փնթի։ Վեկալ տարի է, ախպերական տարի է անորը։ Գեուրա մի կապ նայա։ քեզ թեժացնում ամեն ինչ։ Նայամ։ Սա իր հետևորդներն են։ Հետընթաց թե առաջընթաց, դժվար է ասել, մի քիչ սպասենք երևի։ Տարենա, վեկալ տարի է, տարտու։ Տգցել եք դու։ Եկեղեցուց Չէ, ակնհայտ առաջընթաց է, որովհետև այս դեմքերը քո կողքը չէին կարող լինել, ասենք մի գոնե 1 տարի առաջ։ Դու ակնհայտ առաջընթաց ունես, որ գյուղի ինչքան թրքացած կա, հայ, կողքդ կանգնած է, ակնհայտ առաջընթաց է քո համար։ Ասում եկեղեցուց դու ապել կամերան, եկալ գնայի։ Հասկացար քեզ բան չեն ասում, եկալ։ Հարաթե դու Այս դեմքերը լավ հիշեք, ես դեմքերի մասին վերջում բան եմ պատմելու։ Բայց ֆորման, արտահայտությունը դեմքի, հիշեք էլի։ Հստակ առաջընթաց է, ոչ մի բան չկա ասել։ Արա դու չմտնես եկեղեցի։ Հետ արեցի ջան։ Պատկերացնում եմ վիժոյի սիրտը ոնց է, սենց լցվում։ Հիշում եք մարտի 1-ի դեպքերի ժամանակ 2008 թվականին վրա ասում էր ոնց է իր սիրտը փառաբանվում, երբ որ տեսնում է Ալմատուրայով ոնց են ոստիկաններին ծեծում։ Հիշում եք։ Այ հիմա նստած, սս փառաբանված սրտով հետևում է այս կադրին։ Ոնց են թուրքացած հայերը։ Չգիտեմ ինչի համար։ Ճիշտ ասած իմ համար պարզ չի, օրինակ ինչի համար կարելի է մտնել այս տեսարանները սարքել եկեղեցում, որ թուրքը շուտ հասնի երևի իրանց տուն, չգիտեմ։ Գուցե անձնական հարցեր ունեն թուրքերի հետ շուտ լուծելու, բիզնես կա, բան կա երևի, բաներ են խոստացել, ես չեմ կարող ասել, բայց հստակ մի բան իրանց բերել է, չէ՞ այնտեղ։ Հստակ մի բան բերել է, չէ՞ այնտեղ։ Մենք դրա մասին դեռ խոսալու ենք ամենավերջում։ Ինչպես միշտ ամենահամով մասը ես թողել եմ վերջում։ Բայց հասկացեք, այս ամեն ինչը, այս միակ տարածքն է, միակ,
որտեղ Փաշինյան Նիկոլ իրան զգում է ինչպես ձուկը ջրում։ Կարգալու տեղած կաթողիկոսին չի կարա կարգալուց անի։ Հովանավանքի նախկին քահանա Տեր Արամն էր բղավում վանքի բակում ճիշտ նույն նախադասությունը, որ 3 խորհրդարանական ամբիոնից Նիկոլ Փաշինյանն էր հնչեցնում։ Կաթողիկոսը չի կարա կինո երեխեք նկարները ունեմ, ապրելու տեղ ունեմ։ Դե կտենաս։ Մթնոլորտն այստեղ շիկացած էր կեսօրից հետո։ Պսակադրության արարողություն պիտի լիներ։ Ով է ծեսն անելու Մայրաթորի կարգապահական հանձնախմբի կողմից կարգալույց հռչակված Տեր Արամը Ստեփան Ասատրյանը, թե գործող քահանան Տեր Սարգիսը։ Ժողովուրդ, հեսա զույգը կգա, իրենք կորոշեն։ Հարսանքավորները եկան եւ կար տպավորություն, որ առանձնապես կողմնորոշված չեն։ Հետո Տեր Սարգսից տեղեկացանք, պսակի վկայական տալ կարգալույց քահանան չի կարող։ Ոչ թե չէին կողմնորոշվել։ Ծնողները չգիտեին, որ այն քահանան իրենց որ պետք է պսակեր, ինքը կարգալույց արած։ Նույնիսկ լսելով դրա մասին, իրենք ուղղակի չհասկացան ինչա նշանակում կամ դա ոնց կարող է պատահել։ Մարդիկ պատրաստ չէին, դե հարսանքավոր են, իրենք իրենց ծրագրեր ունեին, զբաղված են եղել, նորությունների չեն հետևել, դե հասկացեք, երեխաները ամուսնանում են իրենց համար դա իրադարձությունն է եւ բոլորովին պարտավոր չէին, ասենք, հետևել նորություններին եւ խորանալ ինչա նշանակում լինել կարգալույց եւ արդյոք դա իրանցի քահանային է ղեկավարում, այսքան քահանաների է վերաբերվում, այսքան քահանաների մեջ, ինչու հենց իրենց քահանան հետորվա պետք է լիներ։ Եկել են մարդիկ նույնիսկ չգիտեն իրենց քահանան ով է, որը նորմալ է։ Երևի։ Ես եմ պատրաստում պսակադրությունը կատարելու, իրենք այդպես ուզեցին, ընդունեցին։ Հեսա զանգերը կհնչեցնի, դուք կգաք, մենք իրականում այդպես չուզեցին։ Իրականում լրագրողներից մեկը շատ մասնագիտական, ուզում ասեմ բրավո այդ լրագրողին, այ երևաց այսօր մենք որ լրագրողական աշխատանք տեսանք։ Երևաց այսօր որ լրագրությունը կարող է լինի չորրորդ իշխանություն, բայց մինչև այդ մանրամասներին անդրադառնալ ես ուզեցի իմ սովորության համաձայն, ասում մի փոքրիկ հարցախույզ դնել, հասկանալու համար ինչա կատարվում է, ժողովուրդը ոնց է վերաբերվում։ Անկախ նրանից ճիվաղական մեդիան ինչ կասի այս ամեն ինչի վերաբերյալ, թե իրեն ինչքան են սիրում։ Վաղը դնելու Կադիրովին են շատ սիրում Հայաստանում, թե Նիկոլին, բայց դա վաղը։ Իսկ այսօր նայենք տենանք այս ամեն ինչին ոնց են վերաբերվում մեր հայրենակիցները։ Եվ այսպես թարմացրեցի, հարցը հետևյալն է. ինչպես կգնահատեիք իշխանության վերջին շաբաթների գործողությունները։ Եվ այսպես օրինականության շրջանակներում են։ Ասում է 16%-ը։ Զալատոյ, հստակ 16%-ը Նիկոլը ապահոված է իր համար, ցմահ է 16%-ն է, բայց արդյոք դա բավարար է Հայաստանի նման երկիրը ղեկավարելու համար, կարծում եմ որ ոչ։ Օրինականության շրջանակներից դուրս են համեստորեն պատասխանել ընդամենը 3%-ը։ Իսկ բացահայտ բռնատիրական են ու հակաօրինական ասում է 78%-ը։ Եվ թքած ունի ամեն ինչի վրա, ինչպես միշտ, մեր անզիջում 2%-ը։ Հասկացեք, ֆենոմենալ է։ Այս 2%-ը, ես որ գնում եմ ամեն հարցախույզի տակ, ինձ համար միևնույնն է, ունենք մենք 2%։ Անկախ նրանից 2900 հոգի մասնակցել, թե 10,000։ Եվ այսպես, 2% կարելի է հանդուրժել, դե հիմա նեղանալ չի կարելի։ Եվ այսպես 78%-ը կարծում է, որ բացահայտ բռնատիրական են ու հակաօրինական։ Մի քիչ մեղմ տարբերակի կողմն ընդամենը 3%։ Թող հիմա Արամ նախկին քահանաներն ու Փաշինյան Նիկոլը իր ճիվաղա խմբով հասկանա ինքը ինչ անում։ Բայց ես իրան չեմ խանգարելու։ Արդեն ասեմ իմ չխանգարելը, ընդամենը սրա մասին խոսալը, քան դուք արաբ անում իրանց համակարգը։ Այն նամակները, այն տեքստերը, որ գալիս են այս կողմից, ցույց է տալիս ինձ, վստահաբար ցույց է տալիս, որ այս հաղորդումները, այս գնահատականները, սպառզաբանումները, մեկնաբանությունները անհետևանք չեն մնում։ Մասնավորապես վաղաշապատի ընտրությունների մասով։ Ուրեմն տղաներ ու աղջիկներ ասեմ ես ձեզ, վաղաշապատի ընտրություններում մասնակցում է 2 թուրքական ներկայացուցիչ։ Նորից կրկնեմ, որ հանգարց ձերման պակաս չլինի։ Դա Արամ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ի 2 ուրացողի
երկու ազգուրացի, երկու թուրքի տեխնացություն կա։ Մեկ Արամ Սարգսյանն է, մեկը ԿՊԻ-ն է։ Այդ երկուսից դուրս ում ընտրեք, դուք խնդիր չունեք։ Այդ երկու հոգին, այդ երկու թուրքերը մեկ ձայն անգամ պիտի չստանան բարաշապատում։ Ես սա պատրաստվում եմ ասել, կրկնել միջև ընտրության օրը, տես, ես չեմ ասում, տեսեք, վայ նրան ընտրեք, նրան ընտրեք, նրան ընտրեք։ Ես ասում եմ առնվազն ով պիտի չընտրվի։ Փաշինյան Նիկոլը պիտի ձայն չունենա։ Այս 16%-ն էլ պիտի կիսվի նրանց մեջ։ Իրանց թվում է Վազգենի քրոջը թվում է, թե մի 16%-ն ինքն է հավանելու։ Իրեն փնթոշի հետ, այն որփի հետ, որ բերել են Մոսկվայից, բերել են ստեղ, ասել են դեբիլ խոսա, ասա ինչ եք խոսում, մեզ կուտեն, մեզ կապիտուլացվել է պետք, մենք պետք է շուտ մեռած ձևանանք, որ մեզ չսպանեն։ Ու դա ասում է հայ կնոջ մոտ։ Կինեն ասում է դու կորմոնոշվի, դու ես առնվազն, արդյոք դու համապատասխանում ես քո սերի վարկագծին, իր համար թքած ունի։ Թքած ունի տես մարդը դա վրա, փողը ինչի համար են տալի։ Դրա համար ըստ դրա էլ պատրաստ է որդեգրել վարկագիծ։ Եվ այսպես, այս 16%-ը պիտի կիսվի Փաշինյան Նիկոլի ու Արամ Զավենովնայի մեջ։ Ում ուզում եք ընտրեք։ Եղավ։ Հիմա դիտենք հետևյալ շատ կարևոր տեսանյութ, շատ բան ասվում է այս տեսանյութի մեջ, դնեք։ Հետը ջարդը միշտական է, դեմեց կնայա։ Ուրիշ ձևի նկարեք էլի, մի բան է արեք, թողեք։ Սա լինելու է, դեռ ինչ էլ է լինելու, դեռ ինչ էլ պետք է լինի, այս ամեն ինչը հերվից դիտարկում էր, դիտում էր, ով, այս ամեն ինչ տեղ ուղարկված, որ կողքից կոնտրոլ անի, փոլ իրենից առաջ ընկած, դնելիքը, հարբեցող ոչնչությունը, որ մի փուլ կարծես հասկացել է, որ իրան Փաշինյան Նիկոլը փուրն է տալի, ոչ միայն իրան, բայց մի պահ էր դա հասկացել, հետո հասկացանք, որ ինքը դա էլ չի հասկացել ուղղակի, այս տեսնելով հասկանում եք մի բան, Նիկոլ Փաշինյանը ունի մի քանի հատ այս կարգի գործիք, ինքը կարող է ընդամենը մի ուղղությամբ, մի դեպք լինի, դա կլինի Գյումրին, եկեղեցին, ինչ որտեղ բոլորին մոբիլիզացնի այդտեղ եւ փորձի ինչ որ եղանակ փոխել, բայց պարզվեց, որ ինքը չկարողացավ եղանակ փոխել, որովհետեւ մեր լրագրողները շատ հանգիստ կուլտուրական, բարձրագույն աստիճանի պրոֆեսիոնալ ձևով բացատրեցին հարցանքավորներին, որ փոխեք ձեր քահանային։ Եվ նրանք արեցին։ Եվ Նիկոլի քահանան իր 10,000-անոց զորքով, այն դեմքերի հիշում եք, որի մասին ես խոսել եմ ամենավերջում, իրանք հասկացան, որ իրենք զզվելի փոքրամասնություն են այս ամեն ինչի մեջ, եւ որ իրենք ոչինչ բան չեն կարող անել։ Գնանք մի պահ խորհրդարան։ Սա գառնիկն է, գառնիկը։ Գառնիկ, ձենալի։ Կտրից Ներսիսյանը հայ առաքելական եկեղեցու հայրապետը չի։ Անկեղծ ասած իմ տեսակետը չի փոխվել, ես կարծում եմ, որ եկեղեցին եւ պետությունը անջատեն։ Հայ առաքելական եկեղեցին բռնազավթված է մի կլանի կողմից։ Եվ պետությունը չպետք է խառնվի եկեղեցու գործերին։ Ասում է եկել են եկեղեցու ներքին գործերին խառնվում են։ Ժորժ ջան, այդ մեր եկեղեցին է։ Եվ համոզված եմ դրանում, որ վարչապետը եկեղեցու գործերին չպետք է խառնվի։ Բայց մենք թույլ չենք տալու Հայաստանի եւ Ղարաբաղի կապիտուլյացիա։ Ես ինքս դրա համար շատ եմ մեղադրում, որ պետք է գայի ասեի ժողովուրդ, որ մենք պետքա համաձայնվենք, որ Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի կազմում պետքա լինի ինքնավարություն եւ մեր զիջումների սահմանը պետքա լինի մեր 29743 քառակուսի կիլոմետրը։ Այսօր Հայաստանի Հանրապետության տասնյակ, եթե ոչ 100,000-ավոր քաղաքացիներ բարիս բուն իմաստով ճկռում են բանկային ժամկետած տոկոսների տակ։ Եվ մենք կարծում ենք, որ միանշանակ եւ անելքվա
պետք է զրոյացնել բոլոր սպառողական եւ գյուղատնտեսական վարկերին։ Ես ով ասեմ դեմ եմ նման որոշումների ֆինանսական պարտավորություն։ Այդ ո՞նց է տենց է, այդ շատ հեշտ է, եկեք ազատենք, հարկերից ազատենք, վարկերից ազատենք, սնունդ բաժանենք։ Դե հետո ինչ կասի ընկեր դաշնակը էական չի։ Սա նույն մարդն էր։ Եվ ես կարծում եմ, այս նույն մարդուն հավատալու համար առնվազն պետք է լիներ այդ նույն մարդուց։ Ասենք ոնց որ Ստյոպիկ նախկին քահանան, հա, կամ Ստյոպիկ Հուդայևիչը։ Եվ մնացած Ստյոպիկ Սաֆադովիչները, հետաքրքիր է, չէ՞, Սաֆարով Ստյոպիկ։ Բռնումա։ Այս կենթանուն հավատալու համար, այս խոսքերն ասողին հավատալու, վստահելու, լուրջ վերաբերվելու, իր մասին խոսալու որպես լեգիտիմ մարդ առաջին հերթին, լեգիտիմ մարդ, հետո լեգիտիմ վարչապետ, որը սուտ չի խոսում, որը սուտ չի խոսում, պետք է լինել առնվազն այս կարգի մեկը։ Դամա երբեմն ես որ նայում եմ ովքեր են խոսում ու ոնց են վերաբերվում Փաշինյան Նիկոլին, իմ համար դիագնոզը կանխորոշումը, բնորոշումը միանգամից հետևյալն է, ինքը անբարոյական է։ Այսինքն ինքը սուտ է խոսում։ Իսկ ինչ է նշանակում սուտ խոսել։ Մարդիկ երկու պատճառով են սուտ խոսում, կամ վախից, որ տղամարդու համար դա էլի անբարոյականություն է։ Հա, որտեղ եթե դու վախից հիմա սուտ ես խոսում, վախից դավաճանելու ես, էլի։ Մյուսը, երբ որ ինչ որ մի բանի դիմացա սուտ խոսում։ Վախից խոսում են արժանապատվության բացակայությունից նաև։ Դրա համար միանգամից եթե մեկին տեսնում սուտ է խոսում, այս բան կլինի, Ստյոպիկ Հուդայևիչը կլինի, Ստյոպիկ Սաֆարովը կլինի, կամ Փաշինյան Նիկոլը կլինի, կամ ով ուզում է լինի, միանգամից երեկել բաններ, չէ, Հակոբ Մովսեսովիչներ, կամ Հակոբ Մովսեսներ, նույն անբարոյական թեզին արժանացավ։ Ինքը միանգամից դառնում է անբարոյական, որտեղ այսքան փաստ ունենալ մեկի մասին ու մոռանալ, կամ դու բնությունով այն կենթանիներից ես հայտնի, կամ այն ասած իմ մյուս տարբերակներից։ Իսկ ես ձեզ միշտ վստահեցել եմ, չէ, հայ ժողովրդի մեջ հիմա մարդ չկա։ Իրոք, հայ ժողովուրդը տաղանդավոր է։ Այո, ինքը կարա լինի տաղանդավոր սրիկա, բայց մեկը, ինքը տաղանդավոր է։ Ինքը չի կարող այդ աստիճան այն կենթանուց լինի, որ չհիշի այս բոլոր ցիտատները 7 տարվա մեջ կատարված իրականացված ցիտատներ են։ Եվ դրանից հետո սկսել խոսալ Փաշինյան Նիկոլի մասին որպես լեգիտիմ մարդ, նա նույնիսկ մարդ որպես լեգիտիմ չի, այլ չեմ ասում որպես լեգիտիմ իշխանություն։ Իսկ ինչ վերաբերվում է այստեղում, երկու բառ լսենք, մնացածը ասեմ։ Սա Նիկոլ Փաշինյանի հակասական իրարամերժ ելույթներն էր սափրվելուց առաջ եւ հետո։ Ուրեմն ես ուզում եմ ձեզ հիշեցնել, թե տարբեր թեմաներով ինչ էր այս ելույթի իմ ժամանակահատվածը մեծամասամբ նվիրելու եմ այդ ստերին ու կեղծիքների, որոնք տևական ժամանակ հնչել էր այս ամբիոնից։ Բավական է։ Հնչել այդ ամբիոնից, մենք դա լսել ենք։ Հիմա դու մեզ ինչ նոր բան պետք է ասես։ Դու մեզ մի բան ունես ասելու, մի բան։ Պարոնայք, շնորհակալություն ձեր քվեի համար, որի արդյունքում ես եկել հայտնվել եմ ազգային ժողովում, ես հրաժարվում եմ մանդատից, ես չեմ ուզում ծառայել ստին։ Հիմա քանի դու այդ չես ասել, դուք բոլորդ ինչ եք անում դուք։ Դուք այդ ամբիոնը պահում եք նրա համար, որ ինքը կարողանա շարունակի այդ ստերն ասել։ Եթե դուք այդ ամբիոնում չլինեք, հրաժարվեք այդ ամբիոնից, այդ ինքը որպես ինչ է այդ ստերը ասելու։ Թող հավաքի իր խմբակցությանը, այդ հոտին, ինչ ուզում է թող ասի։ Ինչ ուզում է թող ասի, նույնիսկ թող բանավիճեն ինքնալավ թե Կադիրովը։ Դա էլ թողում եմ իրենց, իմ համար մեկ է։ Բայց քանի դուք դեռ տեղ եք, ինքը ինչ ուզի
կարող է ասի։ Ընդ որում նաև ձեզ, ու ասում է ու դա տեղին է ձեր բարագայում։ Երբ եք մանդատները վայր դնում այ Նիկոլներ համատարած։ Ձեր քննադատությունը Նիկոլին կոպեկ չարժի, քանի դու այդտեղ եք։ Մենք սա էլ եմ ուզում լսենք։ Գործողությունները եկեղեցու կամ ավելի ճիշտ որոշ եկեղեցականների հանդեպ դուք գիտեմ որ չեք արտարացնում եւ նշում եք որ դա եկեղեցին կազմակերպում է եւ այլն անկախ նրանից եկեղեցին լավն է կամ վատն է այսինքն ընդունում եք որ եկեղեցին ունի լրջագույն խնդիրներ եթե այո բա ինչպես պետք է այդ խնդիրները լուծել պետք է լուծել այդ խնդիրները դա իշխանության խնդիրը չի ես իրավաբան եմ եթե եկեղեցին մուտք է այսինքն խառնվում է իշխանության գործերին այդպես ասենք թե դա տեղի չունի ըստ ձեզ Մյատ ինձ կծանոթացեք ով է ընկերը։ Ինքը լրագրող է։ Եթե նույնիսկ լրագրող չի, եթե ինքը ունի տարական գիտություններ իմանալը, տարական ինֆորմացիա ունենալը, տարական պարտադիր է։ Այլապես, տղա ջան, դու դեռ ինչ ես անում։ Հիմա ընկերոջը մատ հուշեք, որ ի տարբերություն կառավարությանը եկեղեցու անդամները քվեարկում են կառավարություն ընտրելու համար։ Նորից կրկնեմ, որ հոգևորականները Հայաստանում ընտրում են կառավարություն։ Գնում են ընտրությունների, դա կլինի համայնքային, պետական, ընտրելու իրավունք ունեն հոգևորականները։ Իշխանությունը չունի ընտրելու իրավունք եւ հնարավորություն կաթողիկոս կլինի կամ ինչ-որ կլինի։ Հասկացաք տարբերությունը որն է։ Եմ ասում եք եկեղեցին խառնվում է քաղաքականության մեջ, բա ի՞նչ պետք է անի։ Դա իր քաղաքացիական պարտքն է, որ ինքը պետք է անի։ Առնվազն ընտրությունների գնալով։ Եթե սխալ բան կա, անպայման այդ մասին խոսալով, իսկ մեր մոտ ոչ թե սխալ բան կա, մեր մոտ ցեղասպանություն է։ Ու դուք մտածում եք, որ ինքը ինչ է հոգևորականը, ինքը իրավունք չունի, ասի, քո հերն եմ անիծել, իմ ազգը ցեղասպանում ես, իմ Արցախը հանձնում ես, իմ 400 վանական համալիրները, եկեղեցիները, ամեն ինչը հանձնել ես թշնամուն, ես այս մասին իրավունք չունեմ խոսալ, որովհետև ես հոգևորական եմ, ինքը առաջինը պետք է խոսա։ Դուք երբ եք դադարելու նիկոլական այս տխմար թեզերը կրկնելու։ Սա առնվազն ոչ թե ցույց է տալի, որ դուք անգրագետ եք, դուք նաև բարոյական նորմերից եք հեռանում։ Այսինքն փաստորեն դուք ընդունում եք, եթե մարդը հոգևորական է, ուրեմն պետք է թքած ունենա իր հետ ինչա կատարվում, իր հայրենիքի հետ ինչա կատարվում, հա։ Բայց պետք է լի հակառակը կասեք, բա զանգերդ խփի։ Ոնց որ մեկ ենք ասում։ Բա մեկ չենք ասում զանգերդ խփի։ Բա Գևորգ 5-րդ կաթողիկոսը ինչի զանգերը խփեց։ Վատ է որ խփեց։ Կարող է դուք դրանից եք նեղված։ Հիմա խոսքս ուղղում եմ բոլոր լրագրողա, չլրագրողա, բլոգերա ինչ է, որ դուք հենց միկրոֆոնը վերցրեցիք ձեռքները, հենց դուք դուրս եկաք եթեր, առնվազն տարական գիտելիք եւ սկզբունք պետք է ունենաք, բարոյական նաեւ սկզբունքներ, որ հարցը տալուց առաջ մտածեք, ինչ եք ասում։ Այսինքն, այս մարդը նա տեսնենք ոնց է պատասխանում, փաստաբանը։ Շատ լավ հարց տվեցիք, շատ կարճ պատասխան է։ Ես լսել եմ այդ ձայնագրությունները, որ 2021 թվականի ընտրությունների կամ հետընտրական պրոցեսներին, միտինգներին մասնակցելու համար, Ռոբերտ Քոչարյանի միտինգներին մասնակցելու համար ամենայն հայոց կաթողիկոս իր ենթականերին հանձնարարում է գնացել։ Մտածեք, Ռոբերտ Քոչարյանը այդ առումով մնացել է անձեռնմխելի, բայց նրա համար աշխատող ընդդեմ նաև եկեղեցականները կալանավորվում, ձերբակալվում, մեղադրվում են։ Խոսքս է փաստաբանին ուղղեմ։ Այսինքն փաստաբան դու ընդունեցիր, որ եկեղեցին պետքա չզբաղվի քաղաքականությամբ, հա։ Հա, պարոն փաստաբան, ոնց եք ես կուտը ուտում դուք։ Ոնց եք ես կուտը ուտում հարցի, ընդունում եք, որ պետքա չզբաղվի։ Դա իր սահմանադրական իրավունքն է, ում ուզենա կքարոզի, ում օգտին ուզենա կարա խոսա, ինչ ուզի կարա մասնակցի։ Հակառակը չի կարող լինել։ Պարոն փաստաբան։ Գնանք առաջ։ Եվ այսպես, եկեղեցիների համաշխարհային խորհուրդը դատապարտում է Հայաստանում հոգևորականների հալածանքը։ Մի տառաբաց, բայց ոչինչ։
բաստորած։ Մի հայտարարությունով իհարկե բան չի փոխվում, բայց եթե մեր սփյուռքը, որը պարտավոր է հիմա ամենաակտիվ ձևով բոլոր հնարավոր զանգերը խփի, բոլոր հնարավոր կառույցները, դա համաշխարհային եկեղեցիների համաշխարհային կառույցը կլինի, մարդու իրավունքների պաշտպանություն կլինի, ցեղասպանությունների կանխարգելման ինստիտուտը կլինի, ինչ ուզում է լինի, որ բոլոր հնարավոր տեղերից պետք է հայտարարություններ վերցնել, սա միանշանակ է։ Հարգելի սփյուռք, ես ձեզ հիշեցնեմ, պատերազմը հայտարարած ոչ միայն եկեղեցու, նաև ձեզ, մեզ բոլորիս, Հայաստանում դրսում, ներսում, եկեղեցի, չեկեղեցի, բոլոր նրանք, ովքեր մտահոգված են Հայաստանի ճակատագրով, նրանց պատերազմը հայտարարած։ Եվ Փաշազադեն, Նիկոլի Հալալի եղբայրը, դրա մասին պարզ ասում է։ Երկու թշնամի կա, դա եկեղեցին ու սփյուռքը։ Իրանք համարում են, որ արդեն հայաստանցի հայերին իրանք սենց հարցերը լուծել են։ Բայց իմ հարցումները մի քիչ այլ բան տարի, նա դեռ հիշացնեմ։ 81%-ի հարցերը ձեր մոտ չի ստացվել լուծելը։ 81%-ի, նշանակում է դուք ընդամենը 16%-ի հարց եք կարողացել լուծել, այդ 16%-ն էլ ամենակեղտոտ, ամենաանբարոյական, ամենազնվելի բանն է, շերտն է, հենց նա զգաց, որ իր հացը տվող է, լափը տվողը դեմը թուլացել է, առաջինը այս 16%-ն է, կոկորտը կրծելու, հետո մենք ստիպված ենք լինելու, բոլորս ստիպված ենք լինելու, դրանց փրկել այս 16%-ի ձեռքից։ Որտեւ այն 78%-ը դա ծայրահեղ քայլերի չի դնում։ Այն չերն են, զզվել են, տակի տականքն է, որ ամեն ինչի ընդունակ է։ Ինչպես պաշտել ցեղասպան Նիկոլին, այնպես էլ ալունը խմել նույն ցեղասպան Նիկոլին։ Այն մնացածը ուրիշ որակի բան ունի, արդարության պահանջ ունի։ Եվ այսպես դուք ոչ մի բան չեք կարողացել անել Հայաստանում, որ մտածում եք դուք Հայաստանում պրոբլեմ չունեք, ձեր մի հատ եկեղեցին պրոբլեմը եկեղեցին ու սփյուռքն է։ Հակառակ, ամենապայքարի իմաստով ամենաանարդյունավետ գործող համակարգը դա եկեղեցին էր։ Ուղղակի դուք որոշել եք հարձակվել իրար վրա, ինչը Փաշազադեն է դա ասում։ Կարգի մեծ հիմարություն է, դրա համար ես ձեզ կոչ էի անում ժամ առաջ գրոհել, արա գրոհեք մի հատ էլի, հատ գրեք Էշմիածնի վրա, տեսնենք էլի այդ բանը, որտեղ է բարակ, տեսնենք էլի։ Դուք հասկացաք ոչ եք կարող անեք, հիմա էլ Արամ Հուդայևիչի ձեռքով եք ուզում անեք, որի կումիրը Կադիրովիչն է, եւ մեկ էլ այսօր մի բան է խոսում, վաղը մի բան է խոսում, հետն էլ ասում է, որ սուտ խոսալը անբարոյականություն է։ Դե արյու մի համաձայնվեց տղուկ հետ։ Այստեղ են ասում է, որ մենք բոլորս Նիկոլ ենք ու անբարոյական։ Ոնց կարելի է իր հետ։ Ոնց կարելի է իր հետ չհամաձայնվել։ Եվ այսպես Անտիլիասը կարիք չունի Երևանի թելազանքին կամ ուղղորդումներին, ասում է Արամ առաջինը։ Արամ առաջինը։ Շնորհակալություն ձեր ակտիվության, աննախադեպ ակտիվության։ Եվ ենք տեսնում գործողությունները։ Կամ դուք ասում եք, որ ուրիշը փոխարեն, ուրիշը ձեր փոխարեն էսանի, կամ կարող արդեն նախաձեռնել եք ինչ-որ բաներ, մենք չգիտենք։ Ես ուզում եմ ուղղակի հիշեցնել, եթե չեք նախաձեռնել, նախաձեռնեք։ Որովհետև մենակ այս խոսքերը շատ քիչ բան է փոխելու։ Սա կարևոր է, բայց ոչ բավարար նախապայմանը այս ներրից ազատվելու համար։ Դուք համաձայն եք, չէ՞, որ ներն է այսօր կառավարում Հայաստանը իր ներածինների ձեռքով։ Եվ այսպես, եթե դուք դեռ չեք նախաձեռնել արդեն համայնքներում աշխատանք, կոմիտեներում, կուսակցություններում, թևերում կուսակցությունների, տարբեր միություններում, սկսեք։ Մենք դրա կարիքը ունենք։ Հայ ժողովուրդը ցանցային ժողովուրդ է։ Հայ ժողովուրդը չի կարող ապավինել իր փրկությունը մենակ ներսի ռեսուրսների վրա, որովհետև ներսի ռեսուրսները նրանք ազնիվ են, լավն են, դեռ դիմադրում են, բայց հնարավորություններով են նրանք քիչ։ Չասեմ տկար, բայց մեծ չի նրանց հնարավորությունները։ Դրսից մեր ձայնը շատ ավելի հզոր է, քան ներսիների։ Հիմա եթե ես ներսում լինեի, պարզ բան է, չէ՞, վաղուց հիմա խցում էի։ Վաղուց։ Դրսից սա հնարավոր է անել, բայց սա մինիմումն է, որ կարելի է անել։ Մինիմում։ Անհրաժեշտ
բայց ոչ բավարար։ Այն ուրիշ բան, որ այս կարգի գործունեություն լիներ, ասենք, մի 20 հոգի անող, հա, հետո ինքը քաջալերել մի 20 հոգու եւս այլ ֆորմատի գործողություններ։ Հասկանում եք, դա ման եմ ասում, դրսից մենք ավելի շատ բան կարող ենք անել, քան այսօր Հայաստանի հողի վրա գտնվող մարդը։ Ես իրենից բան չեմ կարա ակնկալեմ, որտեղ ես եղել եմ այդ վիճակում, ես գիտեմ։ Ես գիտեմ այդ սահմանափակումները, ես գիտեմ այդ վտանգները, ամեն ինչ գիտեմ։ Մենք դրսում դա պետք է անենք։ Վեհապար։ Եթե, չգիտեմ, կոնսուլտացիայի կամ ես չեմ կարծում դուք իմ կարիք ունեք, բայց մի բան պետք է անել։ Բայց եթե կարիքը կա, ես միշտ պատրաստ եմ։ Այսպիսի մի հետաքրքիր բան է այսօր կատարվել Երուսաղեմում։ Երուսաղեմը այցելել J.D. Vance-ը, Ամերիկայի փոխնախագահը, եւ հանդիպել է պատրիարքարանի առաջնորդների հետ եւ այցելել է այդ մեծ եկեղեցու հայկական մասը։ Երբ շատ հետաքրքիր է, ով եղել է Երուսաղեմում, եւ նկատած կլինի դա։ Ես չեմ կարող է սիմվոլիկան բացատրել, չեմ կարող ասել սա ինչով է պայմանավորված, բայց չեմ ուզում ընկնեմ առաջ, ասեմ, սա քաղաքական նշանակություն է։ Չնայած J.D. Vance-ի այցը արդեն քաղաքական է, բայց ես չեմ ուզում ուռճացնել եւ ասել, մենք փրկված ենք, J.D. Vance-ը եկել է, հանդիպել է հայ հոգեվորականներին, գուցե եւ նրանք պատմած կլեն ինչքան վատնա Փաշինյան Նիկոլը եւ այստեղից կարելի է հետեւություններ անել։ Ես չեմ ուզում այս իմ կարծիքով մի քիչ մանկական բաների, բայց կանխատեսումների մեջ ունենալ, որ եկել է լավ է։ Եթե լինի հետևանքներ, մենք դա մասին անպայման կիմանանք, բայց ես չեմ կարծում, որ ինչ-որ ծանր հետևանքներ լինեն։ Այ եթե նա չլիներ Դոնալդ Թրամփի փոխնախագահը, այ իր շեֆը չլիներ Դոնալդ Թրամփ, այլ լիներ լուրջ նախագահ, ես կասեի, որ այս այցելությունը անպայման քաղաքական հետևանքներ պետք է ուներ։ Բայց հասկանալով ով է իր վերևը կանգնած, մի Նիկոլեն նա է, այսօր մի բան ասում, վաղը մի բան ասում, այսօր զենքը տալիս եմ, վաղը չեմ տալիս, այսօր Պուտինը լավն է, վաղը վատն է, եւ այլն եւ այլն։ Սա իխոսքով, սպասենք, ես չեմ բացառում, որ կարող մի բան լինի, բայց առանձնապես հույսեր չեմ փայփայում։ Եվ այսպես մի հատ հիշացնեմ բոլորին, ովքեր դեռ չեն հասկացել, սա ում է ծառայում, հա, սա ինչին է ծառայում, ում է այս դեմքով ինքը դիմավորում, ժպտում, այսա լսելուց առաջ եմ սա ցույց տալի։ Մասա լսենք։ Անդադ ասում ենք 10 միլիոն հայ, ով է հաշվի։ Ով է հաշվի։ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը։ Սա սիվիկն է, իրանց բանն է, իրանց մեդիան է։ Խեղճը վախեցած ասեց հաշվել են, քո Զարե Սինանյանն է հաշվել, ու մի անգամից խոսքը փոխում է։ Բայց ես ուրիշ բան եմ ասեմ։ Ահա, մի անգամից։ Դե հասկացա, որ չաշխատեց դա։ Սա այս սրանց թելադրանքով է։ Ով ասել, որ մենք 10 միլիոն ենք։ Ճիշտ ես ասում, զիբիլ, մենք 10 միլիոն չենք, մենք առնվազն 80-90 միլիոն ենք։ Որ ասում ես մենք 10 միլիոն չենք, ով ասում է 10 միլիոն ենք, բա հարց է, հետևելն է, բա ով պետք է հաշվել։ Դու մոռացել ես, որ Հայաստանի վարչապետը դու ես։ Հա? Դու մոռացել ես, որ դա քո պարտականությունն է։ Այ եթե դուք ցանկացած մեկը, մի քիչ ասենք իմ նման, հա, ոսս քիթունի մի քիչ էլ ասենք։ Քայլի փողոցները Նյու Յորքի, անպայման ամեն խաշմերուկում մոտենում են, հարցնում են։ Այրուջույշ դուք հրյա եք։ Ամեն խաշմերուկին կանգնացնում են։ Մի քիչ թուղ դեմքով մարդ են տեսնում, մի քիչ քթով, մի քիչ չգիտեմ, մի տեսակ ոչ հաստատ եղածի չի, յանկի չի, հա, հարցնում են դուք հրյա եք, թե ոչ։ Գրանցում են, հավաքագրում են, ֆիլտրում են, ուռճացնում են իրենց թիվը, ստեղծում են իրենց համայնքները, ամեն քայլափոխին։ Հիմա հարց։ Այդ գործնով պետք է անի բա։ Պարզվեց արված է, քո բանն է, հանձնակատարն է, մի անգամից, չէ, ես ուրիշ բան էի ուզում ասեի։ Ու այդ ամեն ինչի նպատակը գիտեք որն է։ Սրանց նպատակն է, որ մենք 10 միլիոն չենք, մենք փոքր, սես մանր ազգ ենք, որտեղ երբ որ իմանանք հանգարց մենք 70-80 միլիոն ենք իրականում, որը կարող ենք լինել, եթե մի քիչ փոփրենք, եթե մի քիչ մարդկանց ասենք ով կա, հայ, մտ աղմացեք, մտ առիթ ստեղծենք մարդիկ իրենց խոսան իրենց ազգային պատկանելիության մասին,
կտեսնենք, որ մենք այդքան ենք, որտեղ չի կարող հայ ազգը 100 տարի լինի, ասենք 3-4 միլիոն, կամ 100 տարի լինի 10 միլիոն, բացառվում է։ Մենք 17-րդ դարում 7 միլիոն էինք, չի կարող ազգը 300 տարի հետո լինի 3 միլիոն, չի կարող ուղղակի։ Այդ 3 միլիոն թիվը անդադ մեզ պարտադրում է սրանք, սա սրանց օրակարգն է, որ հանկարծ մեր մեջ ուժի զգացում չառաջանա, որտեղ հենց մեր մոտ ուժի զգացումը առաջացավ, մեկ էլ կարող է Թուրքիա մեզ համար դառնա որպես ուղղակի հարևան երկիր, ոչ թե վտանգավոր երկիր։ Իսկ Թուրքիան ընդամենը հարևան երկիր է, որը իր ներսում շատ ավելի վտանգներ ունի, քան ինքը մեր համար է վտանգ։ Բայց որպեսզի հանկարծ սա երբեք մեր մտքում չառաջանա, այս վիժվածքի միսիան է, որ ինքը ասի ով է ասել, որ մենք 10 միլիոն ենք, այդ ով է հաշվել։ Ով սրան աջակցում է։ Թուրքը։ Անբարոյական եք ուզում ասեք, ինչ ուզում եք ասեք, նա հայ չի, որտեղ հայ ու բարոյականություն դրանք հոմանիշներ են։ Ես այդ տեսակի մասին վերջում խոսալու եմ անպայման, ես ասել եմ, չէ, ամենաքաղցր մասը պահում եմ վերջում։ Հայ դեպքից դուք այս ընթացքում մի մոռացեք սեղմեք լայքի կոճակը, գրեք ձեր կարծիքը եւ անպայման տարածեք, վստահ եղեք։ Այս հաղորդումները քանդում է սրանց համակարգը, ասենց share are shared։ Ու ես քանդելու եմ ձեր համակարգը։ Քանդելու, ուզում եք ուզեք, ուզում եք մյուզեք, ուզում եք լացեք, ուզում եք տնգի տվեք, ուզում եք հերվից հայոյան գրեք։ Այդ թուրքը, որ ինձ էնել ոչ թե ուղիղ, հա, ուրիշներ այդ պատերի տակ խոսում է, դա պետք է շատ լավ իմանա։ Ես օրը գալու է, ասես պինցետով, հատ բերելու եմ, ներկայացնեմ, ուր որ պետք է։ Նստեմ այսպես ձեր դիմաց, ասեմ, ահա ես, ասեք, լսում եմ։ Ու տեսնեմ ոնց է ձեր լեսուն կապ են գնում, ոնց եք վախից կոմայի մեջ են գնում, ամեն ինչ հնարավոր է, ես դա տեսել եմ շատ։ Հա։ Ես գիտեմ ոնց է այդ անասնական վախը մտնում աչքերի մեջ, սկսում է բիբը դողալ, երբ որ դնում ես դեմոտ, ասում ես դե խոսա։ Դե խոսա, բայց տանած եմ։ Սա ինտերնետ չի, որ հայոց փախնես, օրը գալու է։ Ու դու գիտեք, որ ես դա անելու եմ, ու դու գիտեք, որ ես դա կարող եմ անել, ամենակարևորը։ Եթե մեկն էլ կասկածում է, դու մի հատ հարց ու փորձ անի։ Իմ ամբողջ կենսագրությունը Հայաստանում է, հասանելի է, ոչ մեկից թաքուն չի, ոչ մեկից։ Ուզում եք ֆիլհարմոնիկում հարցրեք, ուզում եք կոնսերվատորիայում հարցրեք, ուզում եք գնացեք երրորդ մաս հարցրեք։ Որտեղ ուզում եք ասեք, ձեզ պինցետով հատ ամենավերջում բերելու եմ սենց շարեմ պոլկեքի վրա այսպես։ Ասեմ արեք։ Այդ թուրքա հայերը այսօր որ պղծում են, մարդկանց հոգիները վախ են տարածում, պետք է շատ լավ իմանան։ Դուք կարող եք բացառապես վախ տարածել ձեզանից վախեցողների վրա։ Տեղեր կա, բաներ կա, որ ձեր կեղտոտ ձեռքերը անհասանելի է։ Հա, կհանդիպենք։ Հասել ենք նրանք, որ Հայաստանում չի կարող կոնյակ արտադրվել, ինչպես Դիլիջանում չի կարող ջերմուկ արտադրվել։ Թվում է, թե սա պետք է Հայաստանի օգտին խոսած, չէ։ Դե իմ արտադրում ենք, էլ ում է խանգարում։ Կոնյակը պետք է բողոքի, Ֆրանսիան պետք է բողոքի, բողոքներ կա, չկա։ Սա ցավոտ է տանում, որ Հայաստանում կարող է մի հատ լավ բան լինի, սա սատկում է ուղղակի, որ Հայաստանը կարող է, հայերը կարող են 10 միլիոն լինել, Հայաստանում կարող է կոնյակ արտադրվի, Հայաստանում կարող է ինչ-որ մի ճյուղ զարգանա։ Սրա մենակ մի բան է պետք՝ քաոս, պատերազմ, լացուկոց, բամբասանք կռիվ, որտեղ ինքը դրանով սնվում է։ Իր ամբողջ նյութափոխանակման process-ը կառուցված է դրա վրա։ Իր ամբողջ պատկերացումներն ու էմոցիաները կառուցված են այդ հարաբերությունների վրա։ Հասկացեք, մարդ, որ ոչ մանկություն է ունեցել, ոչ պատանեկություն է ունեցել, ոչ ընտանիք է ունեցել, ոչ ունի, ոչ մասնագիտական հաջողություն է ունեցել, ոչ մասնագիտական բավարարվածություն է ունեցել։ Այս մարդը չէր կարող ուրիշ բան սիրել, բացի կեղտն ու քաոսը, արյունն ու պատերազմը, որտեղ իմ ասած այդ հատկանիշները ընդհանրապես կարևոր չէին։
Այ դա սիրում են այդ մարդիկ, ովքեր լավ բան չեն տեսել իրենց կյանքում, ում չեն սիրել, ոչ տանը, ոչ աշխատանքներում, ու իրենց այդ ամբողջ մաղձը, վրեժը հենց այդ ժամանակը արթնանում ու իրանք զգում են դրանից հաճույք։ Սիրո մեջ մեծացած մարդը չի վիճում։ Հակառակ, եթե վեճի առիթեր կա, ինքը հարթացնում է, որովհետև կյանքում ավելի սիրուն բաներ կա։ Ու ինքը գիտի դրա մասին։ Նա ասում է, կաշկին գիրք կարդանք, գնանք կինո նայենք, դուրս գանք մաքրոթին շփվենք, գեղեցիկը նայենք, մանրամուտը նայենք։ Որտեղ ինքը դա տեղը գիտի, դրա հաճույքը գիտի, իսկ դրա մասին չիմացողին ուրիշ բան է պետք։ Արամ Հուդայևիչը պետք, հասկանում եք։ Ինտրիգ, գնամ 10,000 հոգի հավաքեմ, մտնեմ եկեղեցի, պղծեմ։ Էն էլ այսօրվա լրագրողներն ուղղակի ամեն ինչ sense դրեցին իրանց տեղերը։ Եվ հշվառը ասում է, ով է իմ օծությունը, սա լսեք, Արամ Հուդայևիչի խոսքերն ասում է, ով կարա իմ օծվելը ձեռքիցս խլի։ Ինքը անօրինական է, ինքը կին ունի, բա Արամ, որ ինքը անօրինական է, ինքը կին ունի, ինքը ոնց կարա քեզ օծեր, կամ դու օծված չես, որտեղ ինքը անօրինական ու ինքը կին ունի։ Իսկ եթե ինքը դու օծված ես, անկախ այդ ամենից, ուրեմն այդ օծվածությունն էլ կարա ձեռքիցդ խլի։ Հակառակ դեպքում բարձվում է ով ճեմարանը ավարտեց, քահանայա, կարա եկեղեցի բացի սեփական, բիզնես անի դեր էլի։ Այդտենց է ստացվում։ Ու լրագրողին ասում է դուք ճեմարան ավարտել եք։ Չէ, լրագրողը պարտավոր չի ճեմարան ավարտել։ Իսկ եթե օծվելը էական չի, եւ այդ փիլոնազրկելու process-ն էլ օրինական չի։ Ուրեմն դու չես էլ օծվել։ Բացարձակապես, եթե Գարեգինը կաթողիկոս չի, դու էլ օծված չես։ Դու էլ ասենք մնացած ճեմարան ավարտածների նման, մեկն էլ դու ես էլ։ Արման Բաբաջանյան, հա։ Մի Արման Բաբաջանյանն էլ դու ես, փաստացի։ Գնանք առաջ։ Այս բոլորի ֆոնի վրա Մասիսի քաղաքապետը մեղավոր ճանաչվեց 2018-ի ցուցարարների դեմ բռնությունների համար դատապարտվեց 6 տարի 3 ամսվա ազատազրկումը։ Նայեք, Նիկոլի հետ լեզու գտածներ, լսեցիք սա։ Այդ տականքը 2018-ից այսօր չի արել սա, պահելա, սա լեզու է գտել, չէ՞, մեծ շոկոն փող է տվել աշխատելու համար, արելա ինչ ԿՊ-ի համար պետք է։ Այսօրվա համար է սրան պահե։ Ցանկացած մեկը, որ Նիկոլի հետ լեզու է գտել ու իր հույսը այն է, որ ահա պրոբլեմ չկա, ոնց որ ամեն ինչ խաղաղ է ու կարելի է շարունակել աշխատել, ոչ, ուղղակի ձեր ժամանակը չի եկել։ Եվ 2018 թվականի համար 7 տարի առաջվա հանցագործությունները, որոնք հանցագործություններ էին, որոնք դեռ պատժված պետք է լինեն 2018 թվականին, եթե պատժված լինեն, Դավիթը այսօր ազատության մեջ կլիներ։ Արդեն դուրս կգար Բերտից էլի։ Բայց չէ, պահել են այսօրվա համար։ Գիտեք ինչի՞։ Որտեղ ընտրություններից առաջ ոչ մի համայնքում պետք է չմնա ոչ ԿՊ-ական համայնքի ղեկավար։ Կամ կսպանեն, կամ կդատեն, հաջորդն ով է։ Հաջորդը գիտեք ով է։ Ով սրանց հետ լեզու է գտել։ Որ մտածել է փողը կա կամ չեմ դառնա ԿՊ-ական։ Հանցանքներից համար է փողը տվել եմ գործերը ծածկվել է ու վերջ, ես մաքուր տղա եմ, կարամ ապրեմ։ Կաթողիկոսին դրա համար եմ ասում, էլի, քո ամենամեծ սխալն է, որ դու մտածում ես Նիկոլ հետ կարաս լեզու գտնես։ Ու դրա համար փողը տվեցիր քո 3 առնվազն եպիսկոպոսի եւ 12 քահանաների, 13 արդեն։ Սա դրանց համար ով մտածում է կարելի է ների հետ պայմանավորվել։ Ների հետ ցանկացած պայմանավորվածություն բերում է սրա։ Ուղղակի ժամանակը ամեն մեկի ժամանակը մի ձև է գալիս։ Հիմա լսենք սա։ Ո՞ր է իրենց։ Դե ասում են, եթե Վարդան Ղուկասյանը լիներ իշխանության թիմակիցը, այս ամեն ինչից հնարավոր կլիներ խուսափել։ Այսինքն կարող էր գանձագողության մեջ մեղադրվեր եւ չդատվեր, հա, դա իրենց ասածը։ Սա գիտեք ով է։ Սա Շիրիմյանի տեղականն է, բայց ի՞նչ պետք է լիներ։
Շիրիմյանը գիտեք են բիզայելա սերվածին, բարի կնիկն էլի։ Արման Բաբաջանյանի։ Կամ մարդն է երական չի։ Էս է դրա տեղականն է։ Հա ինչ ասում են գանձագողության մեջ մեղադրվել ու չձերբակալվել։ Հիմա հարց։ Դուք դեռ բան ասում եք։ Չէ, կասկած չկա, որ դուք այդքան եք։ Բայց այդքան արդեն ձեր համար նորմալ է, որ դուք կարաք դա լինեք առանց թաքցնելու։ Այդ տխմաններ դուք լսել եք անմեղության կախավարկածի մասին։ Բայց դե Արման Բաբաջանյանի եթերն է։ Նաև Միշիկի։ Բաբաջանյան Արմանի Միշիկի եթերն է։ Ու մի անգամից կողք կնա նայում։ Հələ խես կողք կտնայում։ Ինչ ես կողքը, դատանի վճիռ կա արդեն, ապացուցված է, որ նա գանձագող է։ Հիմա դու էլ ես եկալ եմ ասում, դու մարդասպան ես։ Նույն ձև։ Չէ, դու հիմա սուտ մատություն ես անում, դու հիմա մարդուն վարկաբեկում ես, ինքը կարա քեզ հենց հիմա դատի տա։ Որտեղ դու չապացուցված փաստերի վրա հայտարարություն ես անում։ Դա համար եմ հարցնում, դուք այսքան անասուն եք արա։ Դու չեք հասկանում, որ կա սահմաններ, որը չի կարելի անցնել։ Դա առնվազն անմեղության կանխավարկածն է։ Մարդու վրա ոչ քրեական գործ կա, հələ ոչ ապացուցված է այդ փաստը, ոչ փաստ են ներկայացել, ոչ դատարանի վճիռ կա։ Սրանք արդեն գանձագողության վրա են բռնել։ Սրանց լսողն ու հավատացողը ինչ է հիշում եք, չէ՞։ Նույն Նիկոլը։ Ոնց է ընդհանրապես ամեն ինչի տակ նվազագույն հիմնավորում պիտի լինի, որը արժանա որ քննարկենք։ Այս հիմնավորում չկա, իրենք եք ոնց է։ Իսկ քո մեղադրանքի տակ հիմնավորում կա, որ ինքը գանձագող է։ Նույն ձև ողորմելի չնչին պատրած։ Ու սա որոշել է, որ եկեղեցին օկուպացված է, իրանք պետք է ազատագրեն այդ եկեղեցին։ Իրանք պետք է ազատագրեն եկեղեցին։ Այդ ուզում հարցնեմ ոնց։ Դուք լավ բան ասում եք, Նիկոլից սկսած։ Դուք չհասկացաք, որ դուք կարդալ գիտեք, դուք տարաճանաչեց այլասերվածների խմբակ, դուք առաջանաչեք, թե ձեր համար սահմանադրություն գոյություն չունի։ Ասեք, Նիկոլի օրոք սահմանադրություն գոյություն չունի։ Այսինքն Նիկոլը բան է, ամեն ինչ իր մեջ է։ Այն մակունցն է, էլի։ Ինքն ամեն ինչ որոշում, ինքը համ դատավորն է, համ կաթողիկոսն է, համ վարչապետն է, համ օրենքն է, համ սահմանադրությունն է, այսինքն Նիկոլ ամեն ինչն է ինքը, էլի։ Նիկոլ Վիլիկի, Սեմագուշի, նա կինո կար, չէ՞։ Նիկոլ Սեմագուշին է ինքը։ Ու այս տխմարները այդ բանը իրականություն ընտրել են, կրկնում են Նիկոլի խոսքերը։ Այ անուղեղներ, ուղղակի ձեր դիմացը լրագրող չկա։ Պատիրա նստած։ Այս գյադին տեսնում եք դիմացը։ Հա, տեսնում եք էսան։ Ուշադիր նայեք։ Ամենայն պատասխանատվություն եմ ասում, տղա ջան, դուք անգրագետ եք։ Դուք դատարկ տարածություն եք։ Որովհետև ինչ որ ասես գանձագողության համար, պետք է առաջ երկրորդ հարցը մի անգամից ընդհատել։ Արդեն դատավճիռը կա ապացուցված բազայով։ Չկա։ Դուք անգրագետ խոսացող եք ուղղակի։ Փողի դիմաց վարձ կան էլի։ Ասեմ իմ ասեք, որովհետև ձեր տաղավարում դա չեն ասելու։ Իսկ ես չեմ ասում ձեզ վիրավորելու համար, ես չգիտեմ դուք ով եք, ինձ դա հետաքրքիր է չի, ես ուղղակի ասում եմ ձեր գործը նայելով։ Դուք անգրագետ դատարկ տարածություն եք, դուք իրավունք չունեք այդ տաղավարում նստելու։ Ոչ միայն այդ, ընդհանրապես ոչ մի տաղավարում։ Ձեր ասած խոսքը արժեք չունի։ Տակ է հիմնավորում չկա։ Ինչպես են նախորդ տխմարինը։ Դուք անգրագետ եք ուղղակի։ Բավական է ձեզ սա։ Ոստիկանության գվարդիան նոյեմբերի 1-ից կգործի որպես լիարժեք կառույց։ ՆԳՆ։ Նայենք։ Նոյեմբերի 1-ից կգործարկվի ոստիկանության գվարդիան, ոստիկանության 4 հենասյունային մասնագիտացված ծառայություններից մեկը։ Այն նպաստելու է Հայաստանի ներքին անվտանգության համակարգի ամրապնդմանը առավել հասցեական եւ թիրախային գործիքակազմի միջոցով։ Ավարտական փուլում է ոստիկանության գվարդիայի կառուցվածքային մոդելը, հստակեցված է գվարդիայի գործառույթների շրջանակը։ Այն կգործի որպես լիարժեք կառույց, չլինելով ոստիկանության որևէ ստորաբաժանման իրավահաջորդը։
Ոստիկանության գվարդիայի հիմնական խնդիրներն են հասարակական կարգի պահպանությունը եւ հասարակական անվտանգության ապահովումը, պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությունը, ինչպես նաեւ հատուկ բեռների տեղափոխման անվտանգության ապահովումը, ռազմական դրության իրավական ռեժիմի եւ արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությանը մասնակցելը, հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման աջակցելը եւ քրեական վարույթն իրականացնող մարմիններին օժանդակելը։ Այս փուլում ակտիվորեն ընթանում է գվարդիայի ծառայողների վերապատրաստման գործընթացը։ Ոստիկանության գվարդիայի ձևավորմամբ առաջին անգամ ուժի մեջ է մտնելու ուժային միջոցների միջազգայինորեն ընդունված ստանդարտները, առանց համապատասխան հատուկ պատրաստության Սա տեսակ ինչ էր նստածույցի մասնակիցներին բերման ենթարկելու ձևեր։ Այն մյուսը տեսակ էլի ցույցերի ցրելու մի խոսքով Փաշինյան Նիկոլը պատրաստում է ընտրությունների։ Սա է նշանակում։ Բանակ պետք չի։ Բանակը պետք է քշացնել, ոստիկաններին պետք է շատացնել։ Ինչի՞։ Որտեղ բանակը մեզ պաշտպանում է արտաքին թշնամուց։ Ոստիկանը մեզ պաշտպանում է, չէ, մեզ չէ։ Թշնամուն պաշտպանում է մեզանից։ Փաշինյան Նիկոլը։ Ու ընտրություններից առաջ մանավանդ սա շատ կարևոր է։ Հիմա ես սրանց եմ ուզում ես իրանք հասկանան իրանք ով են էլի։ Դուք կարող եք գվարդիա ավելացնել, ոստիկանների սպեցնազ, հատուկ ջոկատ, ինչ ասես դուք կարող եք ավելացնել։ Պաստորեն, հայ ժողովուրդը բյուջեից փող է տալիս սեփական ապագան թաղելու համար։ Որովհետև այս կառույցը եւ ամբողջ ոստիկանությունը երբևէ իր ամբողջ գոյության ընթացքում ոչ մի բան հօգուտ ժողովրդի, հօգուտ սահմանադրության օրենքների չի արել։ Ու այդ ամեն ինչը գնալով ավելանում է, ինչքան բռնատիրությունը խորանում է, ինչքան օրենքները տշած ունենում են կառավարությունները, այնքան ավելանում ոստիկանությունների քանակը։ Այդ է ոստիկանների քանակը։ Սա միակ բանն է, որ պահել է Սերժ Սարգսյանի իշխանությունը, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը եւ Փաշինյան Նիկոլը հույս ունի այս անհայենիկ մարդկանց շնորհիվ ոչ միայն երկարացնել իշխանությունը, ընդհանրապես հանձնել Հայաստանը ու նաև սրանց։ Հիմա ես խոսքս ուղղում եմ այս պոտենցիալ ոստիկաններին կամ արդեն ոստիկանների եւ իրենց ընտանիքներին։ Դուք գոնե հասկանում եք, որ դուք ապահովում եք ձեր ընտանիքների վախճան։ Սա մենակ մեր երկրի վախճանը չի, որովհետև եթե վախճանվեք երկիրը, վախճանվում եք նաև դուք։ Իսկ Փաշինյան Նիկոլի ամբողջ գործառույթը, ամբողջ նպատակը դրան է ուղղված։ Դժվար է դա հասկանալը։ Արս դժվար է դա հասկանալը։ Եթե ձեզ թվում է, որ այս ամեն ինչը ձեզ կողքով անցնելու չի լինում։ Չի լինելու նման բան։ Չի կարող լինել ուղղակի միտեղ լի ջրհեղեղ, մեկը 4 տան, իր տանը 4 նստած լինի։ Երկրաշարժ լինի, սաղ քանդվի կողքի ինք իր տան մեջ նստած լինի։ Հրաբուխ լինի, գա, լավան, կողքով անցնի, իրան չկպնի։ Չի լինում։ Պատերազմը լի, ռմբակոծեն ու իր տունը ոչ մի բան չլինի։ Չի լինում նման բան։ Չի կարող լինել նման բան։ Դժվար է դա հասկանալը։ Ես հասկանում եմ, որ փողը կուրացել է ձեզ բոլորիդ։ Բայց ամեն անգամ որ տուն եք գնում, մատ նայեք ձեր կանանց երեխաներին, ծնողներին ու ձեզ հաշիվ տվեք։ Իրանց ինչ եք ապահովելու դուք։ Փողը չէ, օրվա կերակուրի մասին չի խոսքը։ Ինչ է լինելու իրանց հետ 2 տարի հետո, 1 տարի հետո։ Մատ էլ հիշեք ինչ եղավ Արցախի հետ։ Ու ինչ է սպասվում Մեղրի, Սյունիքին։ Բարդ բան եմ ուզում։ Ես չեմ ուզում դուք իմ հետ համաձայն լինեք, ուղղակի մեկ նայեք Արցախին ինչ եղավ ու նայեք հիմա ինչ է սպասվում Սյունիքին ու Մեղրիին։ Մեկ էլ մի հատ նայեք դուք ու մեկ ծառայ։ Գագիկ Եղազարյանի բանն եմ ուզում կարդամ, հետաքրքիր է։ Արդարադատության նախարարին է գրել Սրբուհին, հա, որ հայտարարում է, որ համակարգում համապատասխան փոփոխություններ պետք է լինեն։ Տիկին նախարար այդ համակարգում առաջինը
Քեզ ու քո ղեկավարին է պետք փոխել։ Չմտահոգվեք, շուտով քո մեղսակցություն ակնհայտ է։ Այս ամեն ինչում բացի մեղադրանքներից մի շատ կարևոր բան կա, որ դուք պետք է այդ բարեփոխումներն անեք, որովհետև շուտով դուք եք գալու։ Նույն այդ այսօր ովքեր նստած են բանտում, դուք թքացում եք իրենց վրա, իրենց իրավունքների վրա։ Դուք այսօր պետք է շտապ կազմակերպեք այդ փոփոխությունները, շտապ, որովհետև վաղը դուք ընդեղ եք լինելու։ Իսկ ձեզ մնացել ընդամենը 7 ամիս։ 7 ամիս։ Կամ 8 էական չի։ Քանի դուք ժամանակ ունեք եւ ռեսուրսներ եւ իշխանություն, դուք պետք է նախաձեռնեք այս փոփոխությունները։ Մի սպասեք, որ դուք ընկնեք ընդեղ, հետո խնդրեք, ասեք, վայ, բայց ինչ հիմա տղաները ձեզ ասում են, նամակներ են գրում, տեղեք ասում են ինչ է կատարվում։ Հա, ձեզ ասում են, այս կյանքը բումերանգ է։ Դուք գալու եք ընդեղ նստեք, որովհետև եթե դուք տեղյակ չեք, այդ կլորի մեջ, միլիսեկի բաժին կա, չէ՞։ Իրանց հարցրեք, դուրսն ու ներսը իրանց այնքան հարաբերական է, իրանք էլ չգիտեին, որ իրանք ընկնելու են ներսը, հասկանում եք։ Այնքան հարաբերական է ձեր պարագայում ներս ընկնելը։ Ակնհարթ է։ Իրանց հարցրեք, թող ամեն մեկ իր պատմությունն ասի։ Ձեզ անկեղծ կպատասխանի, կպատմի, որ իր մտքով կյանքում չեր անցնի, կյանքում, որ ինքը կընկնել է տեղ։ Որովհետև դրանց մի ամիս առաջ ինքը դրսում էր աշխատում, այս ճաղերը այն կողմն էր։ Հիմա մեկ էլ հոպլա, ընդեղա։ Ձեր համար գոնե դուք դա պետք է անեք։ Ոչ թե մենակ միլիսեկի բերդը, ամբողջ բերդերը անը։ Որովհետև ձեզ ո՞րն է կտեղավորի ապագա իշխանությունը։ Ես չգիտեմ։ Ես իմ ճաշակն ունեմ, ես իմ իդեան ունեմ ձեզ տեղավորելու համար, որպես քպայական, հա։ Բայց դուք շատ եք, այդ մի կղզին կարող է չհերիքի ձեզ։ Այդ մի կղզին էս քպայականների համար, բա ուժայինների համար, դատավոր, դատախազ, այս ամբողջ հանցագործ համակարգը ո՞րդ է պետք է տեղավորվի։ Այս բանտերում, արա, փոխեք, ռեֆորմեր անեք, որ մի քիչ ձեր տեղը տանելի լինի։ Ի տարբերություն այս ընկերների։ Հակոբ Բադալյանն էլ արդեն չի դիմանում։ Զարմանալի չէ, որ Ալիևի հատուկ նշանակության քաղաքացիներին ընդունել է անվտանգության քարտուղարը։ Հատուկ նշանակության քաղաքացիների հիշում եք, չէ՞ որ նրանք որ փակել են Արցախի օդն ու ջուրը։ Այն խաշմերուկը, որոնք ճանապարհ են անցնում, որ ռուսներն ասում են, մենք չենք կարող ուշքի լավենք ստել։ Չենք կարող Բերեք այդ պալատկեքը դրեք, տները սարքեք, մենք չենք կարող իրենք ասենք մի սարքեք, սեր պալատկա, մի փագեք այս ճանապարհը։ Ճիշտ է, այդ պայմանագրով մենք վերցել ենք այս պարտականությունը մեր վրա, այդ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, բայց մենք հոյան չենք կարող ասենք Ալիևի հատուկ նշանակության քաղաքացիներին, որ դա մի արեք։ Եվ դրանք եկել են քաղաքասարակության տակ Հայաստանում հանդիպումների։ Ու սենց է ներկայացվում, որ արդեն Ադրբեջանն ու Հայաստանը շփում են ոչ միայն առաջի դեմքերի, փոխնախարարների, նախարարների մակարդակով, այլ քաղաքասարակությունների մակարդակով։ Ընդեղից եկել են Ալիևի հատուկ նշանակության քաղաքասարակությունը, ստեղ իրանց դիմավորումը Նիկոլի հատուկ նշանակության անառակները, սեփական կամքով քաղաքական տրաֆիկի ենթարկվողները, սեփական, ու այդ ամեն ինչը ղեկավարում է մեկը, որ ծննդով արցախցի է, Արմեն Գրիգորյանը։ Բայց դու ինչ վիժված ես Արմեն Գրիգորյան։ Բացառիկ։ Մեջ կամ ինչ-որ նմանության։ Սա նայենք։ Մայրաքաղաքում ինչ-որ մեկը կապույտ ներկով պղծում է պատերազմ զոհված տղաների գրաֆիտե դիմանկարները։ Տեսախցիկները ֆիքսել են ժամը՝ երեկոյան 9:20։ Վանդալիզմի հեղինակը կին է, նա հոկտեմբերի 20-ին Պուշկին 43 շենքի պատին նկարված հերոսների նկարն է պղծել։ Գրիլեյում աշխատող տղաներն են տեսագրությունը վերցրել դիմացի շենքից ու տվել ոստիկաններին։ Տեսագրությունները Հետաքրքիր է, չէ՞, ոչ թե ոստիկաններն են դա անում։ Տղեկներն են անում դա։ Խնդրել ենք այս շենքում տեսախցիկներ ունեցող մարդկանցից տրամադրել են, որ մեզ ճանաչելով, մեզ իմանալով
տրամադրել են տեսագրությունները, որտեղ ստեղ ենք աշխատում 24 ժամ, ստեղ ենք, հաստատ ոնց էլ չլիներ անցուդա հարցի մեջ կամ ինչ-որ նմանությամբ կարողանային գտնել։ Տեսանյութում երևում է, որ կինը գլխարկով քողարկվում է ու նախ դիմանկարի աչքերի վրա է ներկփչում, ապա ջնջում հիշենք մեր հերոսներին գրությունը, վերջում ամբողջ դիմանկարը ներկոտում։ Վերջին ամսում երկրորդ անգամ են այս գրաֆիտիները վանդալիզմի ենթարկվում, նոր էին դրանք վերականգնել։ Որս ես բան տեսա, անկեղծ եմ ասում, ցավ ասա իմ համար, իրոք ցավ է։ Ես հենց նոր նկատեցի, անկեղծ լինեմ։ Ես ասեմ ավելի, Կիրակի օրը անցել եմ, ցես բան չի եղել ստեղ։ Կինա կյաշմազերով։ Հա, ասեք տեղ ասեք ու տվեք ինձ։ Շատ դիտավորություն է։ Այդ Ես ասեմ, այնքան թուրք կա Հայաստանում։ Սա ամենաանմեղ բանն են արել իրանք։ Սա դեռ ծնծաղիկներն է։ Սա այնքան թուրք կա Երևանում, ոչ մեկս չգիտենք նրանց ունակությունները, նրանց մասնագիտությունները, որքանով ինչի են նրանք նախապատրաստված, ինչ լեվելի իրանք տերորիստներ կամ դիվերսանտներ կարող են լինել։ Սա ամենաանմեղ, ամենամինիմում բանն է, որ այս վիժվածքի օրոք կարող է լինի Հայաստանում, որովհետև մենք աղացա չունենք, բառացի մենք աղացա չունենք, ուղղակի չունենք։ Մարդը ընդհանրապես, մարդ կարաս իրան вообще անվանես։ Դիտավորություն են անվանում շենքի բնակիչներն այս արարքը, նրանց կարծիքով հայը նման բան չեր անի։ Ցավ են կլինի, որ հայ արած լինի։ Չէ, Արասետ ջան։ Նույնիսկ եթե ազգանունով հայ արա, ձեզ հիշացնեմ, Փաշինյան Նիկոլը պետք է 190,000 ազնագին ստանար, որը բռնել էին վրացիները։ Էրդողանը իր համար 190,000 կեղծ անձնագիր էր բերում Հայաստան, իսկ քանի հատ է հասցրել բերի, իսկ միջև այդ քանի հոգու են, մենք հիշում ենք պատերազմի ժամանակ 5,000 անձնագրերի գործ բացվեց, որ 5,000 անձնագիր է բաժանվել դեռ պատերազմի ժամանակ թուրքերի։ Հենց որ, եթե անձնագրով նույնիսկ հայ է, ինքը չի նշանակում դեռ հայ է։ Ադրբեջանցիներ են կարող այստեղ ապրում, մենք չգիտենք, որոնք ուզում են հերքեն լրիվ այդ մեր պատերազմի այդ 44 օրվա հերոսների вообще լինելը։ Քան վստահ, առանց վախենալու, sense վստահ գալիս է անումա, այս ամեն ինչը չեմ կարծում, որ կապված է սա ներսից, դրսի հոտ եմ առնում ավելի շատ։ Անմեղ տղեկը, որ մեր համար, մեր հայ ազգի համար, մեր ժողովրդի, մեր պետականության համար կռվել են, հիմա մենք բոլորս տենում ենք ուր ենք գնում, էլի, դեպի թուրքացման, դեպի, չգիտեմ, բարեկամություն, ո՞նց կարաս թուրքի հետ բարեկամություն անես։ Նիկոլ, այս աղքեզ է, դու ինչքան ուզում ես մոռացության տաս, մարդիկ այդքան ստիպված ավելի շատ են խոսում քո նպատակների մասին ու ավելի շատ են բնորոշում քեզ։ Դրա բանը ասում, մի խանգարեք այս տականքներին, թողեք թողաշատեն։ Ինչ անում են հակառակն է դուրս գալի։ Ոնց անում են խիարը Սերժի ասած թարսաբուսնում։ Ու ուրիշ ձև չէր կարող լինել։ Ու դեռ ինչ է պետք է լինի։ Գրա Գարեգին նժդե մեծ լավ խոսք ունի, չես ամենալավ թուրքը, այդ մեռած թուրքն է։ Ոստիկանությունը դեռ չունի մեկնաբանություն։ Մարդիկ վատ կանխազգացում ունեն։ Սա սկիզբն է։ Ժողովրդական բանահյուսությունը պատահական չի համարում, այս դեպքից հետո Փաշինյանի կինը հրապարակում է Միրիլ, որտեղ խորենացու ողբն է դրված սուրճի սեղանի վրա։ Գնանք արագ Ամերիկայի Մեծ Նահանգներ ու վերադառնանք։ Եվ այսպես Թրամփը ջրանացել է եւ ուժեղացնում է սանկցիաները Ռուսաստանի վրա։ Ուժեղացումը։ Գիտեք, արդեն որորդ անգամն է, 23-րդ անգամն է։ Դա մեր մասում։ Մենք ոչ մեկը չգիտի վաղ ինքը ինչա որոշելու։ Վաղ։ Ես չէի պատկերացնում, որ Ամերիկայի նման երկիրը կարող է այս կարգին Նիկոլ մի օր ղեկավարի։ Դա Ջո Դիվենսի այցը Երուսաղեմ իմ համար շատ ինձ ուղղակի անցումային բան է, անցողիկ։ Իսրայելցիները ժողովուրդ ջան մեկնում են Իսրայելից, մեկնում են։ Թվերը իսրայելցիներին արդեն վախեցնում են։ Իսրայելը այն երկիրն է, ես նախորդ եղել եմ համասին, քանի անգամ ասել եմ։ Երրորդն ես աշխատում եմ հրեաների հետ, գիտեմ իրենք
ամեն անգամ Արցախուրդ գնալուց այնտեղ միջև 2 տարի առաջ որ ասում եք, հա, ո՞նց ավանցավ Արցախուրդները, ասում են մարդ պետքա իրանց խոսքերն այլի, բալա մարդ պետքա Իսրայելում ապրել, բայց չգիտես ինչի Նյու Յորքում են ապրում կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Բայց հենց առիթ է լինում, չնայած տոմսերը աստղաբաշխական թվեր են, թռնում են Իսրայել հանգստանալ։ Բայց ոչ այս վերջի 2 տարին էլ նախկին էնտուզիազմը չկա եւ արդեն արտագաղթ կա։ Այդ երկիրը կարողացավ 2 տարվա մեջ իր ամբողջ զորությունը, այն ինչ որ ինքը ուներ, քաղաքական, իմիջային, տեխնոլոգիական, ֆինանսական, բոլոր այս բաները, առավելությունները, որ ինքը ուներ, կարողացավ 2 տարվա մեջ ուղղակի զրահացներ։ Ընդ որում հակառակ կողմը իր շատ ավելի թույլ Պաղեստինն է, շատ անգամներ, աներևակալի չափի թույլ Պաղեստինը։ Ուղղակի Պաղեստինը մի բան ուներ, որ Իսրայելը չուներ։ Պաղեստինը ուներ որոշում, որ ինքը չի հանձնվելու։ Եվ միայն այդ որոշումը, որ ինքը չի հանձնվելու, կոտրեց Իսրայելը։ Ու ստիպեց ամբողջ աշխարհին խոսալ դրա մասին։ 2 տարվա մեջ։ Իմիջը պլյուս 75-ից իջավ մինուս 75։ Այսինքն եթե 2 տարի առաջ 75% աջակցում էր Իսրայելին ու թքած ուներ Պաղեստինի վրա, այդ ռմբակոծությունները, անընդհատ տեղ ունեցող օրենքի խախտումները, ցեղասպանությունը դանդաղ ընթացող թքած ուներ դրա վրա, 75%-ը աջակցում էր։ Այսօր 75%-ը դատապարտում, ասում, պլյուսից մինուս 75%-ը համարի դա ցեղասպան երկիր։ Սա այն է, ինչ որ ինքը հասավ։ Ես դրա համար եմ ասում, մեր պարագայում հաղթելը չհանձնվելն է լինելու։ Մեր չհանձնվելը արդեն հաղթանակ է։ Չեմ ասում ինքը բավարար է, բայց մեր չհանձնվելը վստահ եղեք, ինքը շատ բան է փոխում։ Շատ։ Ու միթեր է գնահատեք մեր պայքարի ընթացքը, պայքարի կամքը։ Սա սպանում է ուղղակի, քայքայում է։ Այս ապուշներին ու իրանք ստիպված են ավելի մեծ հիմարությունների գնալ, որը նույնը ասել եմ գնդացիրով կրակել սեփական ոտներին, մեկ-մեկ նաև գլխին, ինչ որ հիմա ինքը անում է։ Իսկ այստեղ 650 ռաբի ամերիկյան զգուշացնում են այս ապագա Նյու Յորքի քաղաքապետին, ամեն ինչ անում է, որ ինքը չընտրվի։ Ամեն ինչ։ Զգուշացնում են, նամակներ են գրում, որ հանկարծ սա չընտրվի։ Գիտեք ինչի՞։ Որ ինքն ասում է, իմ համար մեկ է, ու հրեայից թե արաբ, չինացի թե հայ։ Նյու Յորքի բնակիչները բոլորը հավասար են։ Իրանք ասում են, եթե հավասար եք, ուրեմն դու անտիսեմիտ ես։ Ասում եմ, հիմա բոլորդ մեկ եք, ասում եմ, բոլորդ մեկ եք, ուրեմն դու անտիսեմիտ ես։ Ոնց, սա մեր քաղաքն է, մենք պետք է առավելություններ ունենանք։ Չէ, դու ոչ միայն առավելություն չունեք, այլև ձեր Նետանյահուն, որ մտավ Նյու Յորք, ես իրան ձերբակալել եմ։ Նոյեմբերին ինքը ընտրվել է։ Եթե նոյեմբերին ինքը ընտրվա, սա նշանակում է, ոնց ասեմ, ոնց որ Երևանի քաղաքապետը լինի ընդդիմության ներկայացուցիչ։ Ինչ կլիներ դա, ասենք, Փաշինյան Նիկոլի համար։ Պատկերացնում եք, ունենայինք ընդդիմություն ու Երևանի քաղաքապետը լիներ ընդդիմության ներկայացուցիչ։ Նշանակում է, հպան, փոշիացել են, վաղուց վերացել են կուսակցություն որպես։ Երևանը իրան չի, իսկ ընտրողների հիմնական մասը հենց Երևանում է։ Երևանում էլ Նիկոլը ոչնչացած է, դիմի նայեք, որ քաղաքապետը Աբին Տիկոնն է, ինքը 6%-անոց մարդ է։ Էշ, հիմա ավելի ցածր է։ Բայց պատկերացեք, համեր քաղաքապետը լիներ ընդդիմության ներկայացուցիչ։ Իսկ Նյու Յորքը Ամերիկայի մասշտաբով ոչ թե մայրաքաղաքը չի, բայց ֆինանսական կենտրոնն է։ Ֆինանսական, մեդիաների ու այդ ամեն ինչը հախնելու է հրեաների ձեռքերից։ Մեր համար դա շատ կարևոր է։ Այս գեղեցկուհուն ճանաչում եք, այսօր աշխարհի ամենաթանկ ու ճանաչված երգչուհին է Դուա Լիպան։ Նա Իսրայելի դեմ է, բառացի, դատապարտում է ամեն ցեղասպանությունը, ինքը ամենաթանկ, ամենամասսայական, ամենահայտնի երգչուհին է, այս գեղեցկուհին, ու ինքը ասում է, գիտեք, իմ պրո-պաղեստինական դիրքորոշումը դա անտիսեմիտիզմ չի։
Իրան է նույնիսկ մեղադրում անտիսեմիտիզմի մեջ, ասում է չէ, ես ուղղակի ողմ եմ պաղեստինցիների ինքնաբարությանը, դեմ եմ ցեղասպանությանը։ Ոնց ուզում եք գնացեք մտածեք։ Վերադառնանք Հայաստան, ու սա շատ կարևոր է, այս արդեն հումոր է առաջացնում, ժպիտ է առաջացնում։ Այս Նարեկ Գրիգորյանին հիշում եք։ Այս են հայտնի անգլագետն է։ Հայտնի, նախ որին մերժել էին կնունքն անել, իմացել էին քպայական ռադ էին արել բանից եկեղեցից, մեկ էլ սա, այս են նա, որ երեխոանու Սմայլիկ էր դրել։ Սմայլի է, Սմայլիկ է, Սմայլի, ինչ որ է։ Սա այդ զտարյուն քպայական է, էլի, եւ ինչ ասում։ Երեխաներից տանելու եմ Տեր Արամը կնքի։ Իդեալական է, ով ասե չէ։ Ով կարող է քեզ ասի չէ, դա քո իրավունքն է։ Դու կարաս Փաշազադեի մոտ է տանես կնքի։ Նույն հաջողությամբ կարա Փաշինյան Նիկոլեն կնքի։ Որտեղ Ստյոպիկ Հուդայևիչի եւ Փաշինյան Նիկոլի մեջ ոչ մի տարբերություն չկա։ Երկուսն էլ փիլոնազուրկ են, ասենք երկուսն էլ օծված չեն որպես քահանա։ Բացարձակապես, թե Հայմենով կասի, ինչ էական է։ Բայց տար։ Դուք ստեղծեք ձեր առանձին աղանդը, դուք արդեն աղանդավոր եք։ Կարող եք ձեր եկեղեցիները կառուցել։ Արամիկներ կլինի ձեր կավորը, կավորն եմ ասում, ձեր Արամիկը չէ, Ստյոպիկը։ Ստյոպիկ Հուդայևիչներ կլինի ձեր, ասենք, կաթողիկոսը։ Ով ասե չէ։ Ով կարա ձեր հավատքի վրա բռնանա։ Ես անձամբ ամեն ինչ կանեմ, որ դուք իրավունք ունենաք ձեր մատուրը ունենալու, ձեր ախորը ունենալու, որտեղ գնաք ձեր հոտով հավաքվեք ու չգիտեմ ինչ որ օրգաններ անեք, ծեսեր անեք։ Ինչու դուք անում եք ամեն օր, էլի։ Ոչ մի խնդրեմ չկա։ Բայց դա չի նշանակում, որ դուք կարող եք հայ առաքելական եկեղեցի բաոբաբի հետ բրցել։ Մրճու ու փիղ։ Մրճունը չէ։ Ճիճու։ Որտնած մտքի մեջի ճիճու ու փիղ։ Իրանք մեզ սպառնում են, որ իմ երեխեքին տանել եմ Ստյոպիկ Հուդայևիչը կնքի։ Ինչ պրոբլեմ է։ Եվ այսպես, եւ ամենավերջում ուզում եմ լսենք մեր ընկերոջը ու այսքան որ սպասում եմ, ես ամեն սպասում նաև։ Մեր տունը, իրոք Արիլուց հայր ջան, ռաբիզը քանդեց մեր տունը, իրոք քանդեց մեր տունը։ 1990-ականներին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանն իր օլիգարխիան, թալանչիների ամբողջ թիմը քանդելով եւ ավիրելով այն ամբողջ հզոր մշակույթը, որը ստեղծվել էր տարիներ շարունակ իրենցից առաջ, մեկ օրում իջիկ դարձավ։ Բոլոր գիտնականները, արվեստագետները, խելացի մարդիկ ստիպված եղան երկիրը լքելու, կամ նրանք, ովքեր երկրում էին, այլևս արտահայտվելու կամ իրենց ցույց տալու հնարավորություն չունեին։ Եվ ահա ամեն մի դուսպրծուկ դարձավ երգիչ, եւ ահա ամեն մի դուսպրծուկ դարձավ դերասան, ել չեմ ասում երկրի ղեկավար, ովքեր որոշեցին մեր ճակատագիրը։ Մի քանի օր առաջ չերգիչ Թաթա կոչվածի մեկը համերգ էր տալիս Երևանի տոնի կապակցությամբ եւ ահա ասում էր. հորս Սարև լավ ենք անում, քեֆ ենք անում, եւ մի ամբողջ երիտասարդություն ոռնում էր եւ ծափ էր տալիս։ Հարց եմ տալիս քեզ, հայ մարդ, հայ մտավորական, հայ ուսուցիչ, հայ ուսանող, հայ բժիշկ, դուք ինչպես եք սրան նայում։ Նժդեհը կասեր, նայելով քեզ հայ երիտասարդություն, ես ապագայով չեմ լցվում իմ երկրի հանդեպ։ Սա եք դուք, երբ նայում եմ ձեզ, հասկանում եմ, թե ինչ է մեզ սպասվում։ Երբ նայում եմ ձեզ, հասկանում եմ, որ մեր մշակույթից եւ այս հզոր քաղաքակրթության նվաճումներից այն ինչ որ արել է հայ մարդը, ոչ թե դարեր, այլ հազարամյակներ շարունակ, ոչինչ չի մնալու։ Դուք մնացիք լափամանի հույսին, մնացիք, որ ամեն օր դուք լափուտ եք, եւ ձեր միակ հաճույքը դա դարձավ ձեր ստամոքսն ու ձեր սեռական օրգանները։ Ահա թե ինչի են տանում այս իշխանությունները եւ ինչ էր անում հենց Լևոն Տեր-Պետրոսյան կոչվածը քորը տարիներ շարունակ հետողությամբ։ Հիշեցի մեծն Կոմիտասի հետևյալ խոսքերը, թերևս կարդամ. ժողովուրդը, որը գեղարվեստ չունի, նույն է թե զգալու կարողություն չունի։ Էլ ինչ ժողովուրդ, եթե չի զգում, դուք չեք զգում, դուք վաղուց չեք զգում, դուք ցավ չեք զգում Արցախը կորցնելուց, դուք ցավ չեք զգում Եռաբլուրի կողքից անցնելուց, դուք ցավ չեք զգում, երբ ազերին առավոտից երեկո ծաղրում է ձեզ եւ ձեր Նոլդու Փաշինյանին, դուք ցավ չեք զգում ամեն անգամ անցնելով Հայաստանից եւ տեսնելով դրոշները, որտեղ որ հուղարկավորված են մեր տղաները, դուք միայն զբաղված եք ձեր լափը լափելով, որովհետեւ հենց ձեր տեսակն է երկիրը քանդում, ձեր ռաբիս տեսակը։ Ես հույս ունեմ, այդպես կլինի, այսպես երկար չի մնա,
մի օր կգա ազգային իշխանություն եւ այն բոլոր կեղտոտները, ովքեր որ զբաղված են ազգային մշակույթը կործանելով եւ ընդհանրապես այսպես թեթև սոլիկ երաժշտություններով եւ ճակերտների մեջ ասած արվեստով զբաղեցնել ժողովրդին, նրանք բոլորը կջնջվեն, ոչ մեկի անունը չի մնալու։ Լավ մնացեք հայ ժողովուրդ եւ հիշեք, որ մեր ինքնության պահպանության առաջին մեծ գրավականը դա մեր մեծ քաղաքակրթության պահպանումն է եւ ոչ թե հորը սարև լավ ենք անում։ Ես դեռ տարիներ շարունակ այս Ռաբիզի դեմ պայքարի ժամանակ Ռաբիզ ամենակ երգը չի, Ռաբիզ ամբողջ անճաշակությունն է, որը հարցեն չի, որ դա գեղեցիկ չի։ Դա մի արվեստ է, դա մի ուղղություն է, որ մարդուց սարքում է գազան։ Այդ է Ռաբիզը։ Երբ որ ասում է այս երգը լսողը ինքը հայ չի, ու ինքը չի կարող այդ երգը սպառողը, այդ արվեստը ճակերտալու, հա, այդ տեսակը սպառողը ինքը չի կարող լացի Արցախի համար։ Ինքը չի կարող ներքին զզվանք ունենա Թուրքի նկատմամբ, ինքը որտեղ արդեն իր հաճախականություններով սրտի մտքի, ինքը արդեն դրանց հետ մի գծի վրա է, հասկացեք, ինքը արդեն էսա էլի, որ ես ասում եմ ես ամասին հետո խոսալու եմ, հասկացեք, ես կրացած, այս տեսակն է Ռաբիզ, ինքը արդեն թուրքական սպառողն է, ինքը արդեն եկեղեցու մեջ բազարանողն է, ինքը արդեն եկեղեցու մեջ բազարանողն է, ասեմ ես ու մեզ, հասկացակ ինքով է, ինքը, ասում թուրքացած հայ, սա է ինքը, ու ինքը այս թաթուլ լսող տեսակն է, ինքը հայ չի, այդ թաթուլ լսողի համար հայկական ոչ մի բանը իրանը չի, եւ հակառակ հայկական լսողի համար թաթուլը լսելու բան չի, այդ տատանունները իր մոտ ուղղակի նյարդային խանգարումներ է ստեղծում, թաթուլ լսողի համար դե ախպերս հիմա թուրքն էլ մարդ է, թող գա մեր կողքը ապրել, մեր կողքը չէ, մեր կողը ապրել, ախպերս հիմա իրար կարող կանաչից չեն կարա ծախենք, սա է, այդ որ ասում է Ռաբիզը քանդում է մեր տունը, սա լափը չի է, ավելի վատ բանը, սա տեսակի ընտելացումն է, ու այդ տեսակը, որ ընտելանում է սկսում է տարածվել, ինքը չի հակադրվում այն ինչ որ հակահայա, չի հակադրվում կեղտին, կեղծիքին, իր համար նորմալ է, այդ լափը ընդեղ է դրսևորվում, որ տեսակի համար ով կերը տվեց, դա տերն է իր, այո, ով կերը դրեց իր դիմացը, դա իր տերն է, որտեղ այս որակ ընդամենը 6-7 տարի առաջ հանրապետականի համար էր այս ամեն ինչը անում։ Ընդամենը 7 տարի առաջ, լավ 10 տարի հեսա կլինի 9 տարի անցել բանից ծռերի ապստամբությունից, 9 տարի առաջ այս նույն տեսակը հայ մարդու նկատմամբ նույն բանն էր անում։ Դրեմանում ասում, սրանց համար այս տեսակի, այս արվեստը սպառողի համար էականա ով է կերը դնում իրանց դիմացը, թուրքը դրեց այդ կերը, իրա երկն են երկելու, արդեն երկում են, ու իրանց ներքին կոնֆլիկտ չկա դրանում, ինքը չի ասում էսի մը չի, ինքը չի ասում այս երկի տակին պապերին են մորթե, երեխեքի գլխերով ֆուտբոլ են խաղացել, ինքը դրա մասին չի մտնում, դե ախպերս դե հիմա հակեզի բան, ինչ եղել է դե հիմա 10 տարի առաջ, լավ հիմա կարող եմ մենք ամբողջ կյանքներս դրանով պետք է ապրենք, ես այդ տեսակն է, ինքը թքացել ունի իր բարեկամներդ ինչ եղավ 5 տարի առաջ Արցախում, 2 տարի առաջ Արցախում, կամ հիմա ինչ է լինում այդ մարդկանց ով բերդերի մեջ է, իրանք ներքին մշակութային ինտելեկտուալ զզվանք չունեն, էսթետիկական զզվանք չկա այդ ամեն ինչի նկատմամբ, չէ իրանք պատրաստ են էդի 4 սպունգի նման քաշելու ու ընտելանալու դրա հետ, ու պատահական չի, որ Փաշինյան Նիկոլի, Սերժիկ Սարգսյանի հենարանը սրանք են եղել,
2008 թվականին ով եղել է թողի մասի եւ որ Սերժիկ Սարգսյանը մարտի 1-ից հետո ընտրվեց ՀՀԿ-ն այնժամ Բելաջոյում այդ ամենամեծ ամենալավ ռեստորանն այդ ժամանակ էր այդտեղ արդեն իր ինագուրացիան էր ՀՀԿ-ներով հավաքվել են Սերժիկը մտնում է դահլիճ գիտեք ինչ երկի տակ իմ ախպերը բա ինչ եք ուզում այս տեսակը այն ժամանակ էլ էր ինքը թելածող սալիթաղի ջարտերի ժամանակ էլ էր ինքը թողմախի մեհերներն էլ իրենց վրա հենվում բոլոր հանցագործները դրանց վրա են հենվում բոլոր մարդասպանությունները ճնշումները քաղաքական ճնշումները ջարդերը ակտիվիստների նկատմամբ այս տականքի ձեռով էր ալվում լֆիկներն էլ դրանց վրա հենվում հիմա էլ է հենվում սրանց համար այս տեսակի համար ախպեր ով լափը դրեց իրանց դեմը այդ իրանց պապան այդ օրվա համար եթե վաղը Ալիևն էլ դրեց Ալիևն իրանք ներքին ընդհանրապես կոնֆլիկտ չունեն դրա հետ բացարձակապես այս է որ ասում ենք Ռաբիզը քանդում է մեր տունը հարցը երկը չի հարցը տնգլմնգլը չի հարցը դրա սպառողի արդեն ընտելանալն է այդ արժե համակարգին այդ խարև նաչներն են այդ իղտ այդ ռաբիզը այդ դեմքներին նայում ես երևում է սա այն միջև ալմուգները այդ խաշլամի ծորացած յուղը հասկանում եք այդ մի հատ ուրիշ մշակույթ անդե մշակույթ չկա որ իրար կենաց տեղում խմում են դուրը բացեցին գնացին իրար հետերից հեր մեր կին քփուր տվող ամեն ինչ բայց սեղանի շուրջ բոլոր ախպեր են իրաց այս տեսակն է ես դա մասին լավ գիտեմ Էսա քանդում մեր բոլորի ապագա ու դպրոցից ասում որովհետև ես մի անգամ տեսել եմ որտես դասատուներ կին ու դրանց դասիրակացը ինչ պետք է լինի մի թերագնահատեք երաժշտության եւ արվեստի նշանակությունը սա է եթե մենք ունենայինք իրոք մշակույթի նախարարներ իրոք կրթության նախարարներ մեր հասարակությունը ուրիշ ձև կներ այսօրվա այս կեղտի այս ցեղի այս անորակ այս զզվելի միջավայրի պատասխանատուն բոլոր նախարարներն են ովքեր զբաղվել են կամ չեն զբաղվել մշակույթով ու կրթությամբ դուք բոլորդ եք հանցագործ դա համար երկու օր առաջ հիշում եք այն աղջնակին որ ցույց տվեցի որ Արմեն Աշոտյանի աչքերի մեջ նայելով ասեց ես չգիտեմ սրանց չեմ պատկերացնում ինչ պետքա լինի սրանց պատիժը չեմ կարողանում երևակայել բայց մյուս կողմից էր ով սրան բերել է այդ նախկին կոչված իշխանությունները իրանք այդքան մեղավոր են այս ամեն ինչով ու Աշոտյանը պետքա նստեր ու այսպես նայեր ու ուտեր էդի գտալով որտեղ այդ աղջիկը ճիշտ էր ասում ինքը չէր կարող իրան ոչ մի բան հակաճառել այ լսեք Արմեն Աշոտյաններ Մկրտչյաններ հիշում եք այդ դաշնակն գծուս մեկը զզվելի լպրծուն մի հատ բան կա Մկրտչյան ինչ է դրա անունը դաշնակներից կրթության նախարարներ բոլորդ ովքեր եղել եք միջև այսօրվա հրեշները ԿԳՍՄ-ի բոլորդ հանցագործ եք հայ մարդու հայ տեսակի հայ արվեստի հայկական արժեքների բոլորդ հանցագործ եք Դրա համար հիմա ունենք այն ինչ որ ունենք բայց մենք մեր կռիվը պետք է տանք Կոմիտասը մենակ է այս ամեն ինչի դեմ կռիվ տալիս մենք մենակ չենք մենք ինտերնետ ունենք մենք լծակներ ունենք մեր գործը անհամեմատ ավելի հեշտ է քան Կոմիտասիներ եթե Կոմիտասը դա կարողացել անել ու մեզ փոխանցել այս ամեն ինչը մենք պարտավոր ենք նոր որակի վրա հասցնելով նոր ձեռքբերումներով առանց նվնվալու Այո, բասերի մասին, տերությունների մասին խոսալու ու մատնացույց անելով, ասել դու, արա, դու թուրքացած ես, արա, դու հայ չես։ Դու որոշի, ուզում ես հայանաս։ Թե չէ։ Այսօրվա մեր հասկանը, լավ մնացեք։